Երբ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին զինված ուժերի հատուկ ստորաբաժանումները մտան ազգային ժողովի շենք, նրանք գտան մի բան, որը երբեք չպետք է գտնվեր։ Վազգեն Սարգսյանի անձնական սեյֆում, որը պահպանվում էր երկու տարբեր ծածկագրերով, պակասում էին 3 փաստաթուղթ։ Ոչ թե պատահական թերթեր, այլ ամբողջական թղթապանակ, կարմիր կնիքով մի բացել մակագրությամբ։ Անվտանգության ծառայության նախկին սպաները, որոնք այդ օրը պահպանում էին շենքը, հիշում են, որ այդ թղթապանակը սպարապետը անձամբ էր պահում իր սեղանի ամենախորը դարակում։ Ով էր վերցրել այն հոկտեմբերի 27-ի առավոտյան, երբ շենքը դեռ փակ էր արտաքին աշխարհի համար։ Եվ ավելի կարևոր հարց, ինչ էր պարունակում այդ թղթապանակը, որ այն պետք է անհետանար հենց այն օրը, երբ Հայաստանի պատմությունը փոխվեց ընդմիշտ։ Անվտանգության ծառայության արխիվներում այդ թղթապանակի մասին չկա ոչ մի հիշատակում, կարծես այն երբեք չի էլ եղել։ Բայց եղել է։ Եվ այսօր, 25 տարի անց, մենք առաջին անգամ կխոսենք այն մարդկանց հետ, ովքեր տեսել են այդ փաստաթղթերը։ Վազգեն Սարգսյանը չէր վստահում ազգային անվտանգության ծառայությանը։ Այս փաստը հայտնի է նրա մոտ աշխատած յուրաքանչյուր մարդու համար, բայց պատճառները երբեք չեն հրապարակվել։ Սպարապետը ստեղծել էր իր անձնական անվտանգության խումբ, 12 հոգուց բաղկացած, որոնք չէին ենթարկվում ԱԱԾ-ին։ Այս մարդիկ ուղեկցում էին նրան ամենուր, նույնիսկ այն տեղերում, որտեղ պաշտոնական պահակները չէին թույլատրվում։ Նրանք գիտեին ամեն ինչ, յուրաքանչյուր հանդիպում, յուրաքանչյուր հեռախոսազանգ, յուրաքանչյուր գաղտնի երթուղի երանի տակ։ 1999 թվականի ամռանը, երբ Սարգսյանը դարձավ վարչապետ, այս խումբը ընդլայնվեց մինչ 20 հոգի։ Նրանք ստացան հատուկ կոդեր, հաղորդակցվում էին միայն ծածկագրված ռադիոկապով, որը չէր անցնում ԱԱԾ-ի ալիքներով։ Ինչու էր վարչապետը, որը պաշտոնապես ղեկավարում էր երկիրը, վախենում սեփական անվտանգության ծառայությունից։ Ինչ գիտեր սպարապետը, ինչ որ մենք չգիտենք։ Պատասխանը թաքնված է այն թղթապանակում, որը անհետացել է հոկտեմբերի 27-ին։ Երանի կենտրոնում, Բաղրամյան պողոտայի տակ, կան թունելներ, որոնք չեն նշված ոչ մի պաշտոնական քարտեզի վրա։ Այս թունելները կառուցվել են դեռ խորհրդային ժամանակներում, բայց 1990-ականների սկզբին դրանք վերակառուցվել են, ընդլայնվել։ Ո՞վ է պատվիրել այդ աշխատանքները։ Ո՞ր են տանում այդ թունելները։ Եվ ինչու Վազգեն Սարգսյանը անձամբ ստուգում էր այդ երթուղիները ամեն 2 շաբաթը մեկ, միշտ գիշերները, միշտ առանց պաշտոնական ուղեկիցների։ Նրա անձնական պահակներից մեկը, որը պահպանել է անունը գաղտնի 30 տարի, այսօր առաջին անգամ պատմում է, թե ինչ էր տեղի ունենում այդ գաղտնի այցերի ժամանակ։ Սպարապետը ուներ 2 ելքի ծրագիր, մեկը պաշտոնական, որի մասին գիտեին ԱԱԾ-ում, մեկը անձնական, որի մասին գիտեին միայն նրա մոտ մարդիկը։ Երկրորդ ծրագիրը ներառում էր թունելներ, որոնք տանում էին դեպի Երանից դուրս, դեպի վայրեր, որտեղ պատրաստ էին ուղղաթիռներ։ Բայց ինչու վարչապետը, որը վայելում էր ժողովրդի անսահման վստահությունը, պատրաստվում էր արտակարգ իրավիճակի։ Ումից էր նա վախենում։ Պատասխանը կրկին վերադառնում է այն կորած թղթապանակին։ 1998 թվականի ձմռանը Վազգեն Սարգսյանը սկսեց փոխել իր անձնական պահակների կազմը։ Ոչ թե բոլորին միանգամից, այլ աստիճանաբար, մեկ առ մեկ։ Մարդիկ, որոնք ծառայել էին նրան տարիներ շարունակ, հանկարծ ստանում էին նոր նշանակումներ, հեռու Երանից։ Նրանց փոխարինում էին նոր դեմքեր, մարդիկ, որոնց սպարապետը անձամբ ճանաչում էր դեռ Արցախյան պատերազմից։ Անվտանգության ծառայության նախկին սպաները հիշում են, որ այդ փոփոխությունները սկսվեցին անմիջապես այն բանից հետո, երբ Սարգսյանը ուներ մի գաղտնի հանդիպում։ Հանդիպում, որը չի արձանագրված ոչ մի պաշտոնական արձանագրության մեջ։ 1998 թվականի դեկտեմբերի սկզբին, ուշ գիշերը, մի անծանոթ մարդ եկավ վարչապետի աշխատասենյակ։ Նա չանցավ պաշտոնական մուտքով, չի ստորագրել այցելուների գրքում, նույնիսկ պահակները չտեսան նրա դեմքը։ Բայց մարդիկ, որոնք այդ գիշեր հերթապահում էին շենքում, լսեցին բարձրացած ձայներ սպարապետի աշխատասենյակից։ Երբ այդ անծանոթ մարդը հեռացավ 1 ժամ անց, Վազգեն Սարգսյանը դուրս եկավ աշխատասենյակից սպիտակած դեմքով։ Նա անմիջապես կանչեց իր ամենամոտ օգնականներին, տվեց հրահանգ, ուժեղացնել անվտանգությունը։ Ինչ էր ասվել այդ գիշերային հանդիպման ժամանակ։ Ո՞վ էր այդ մարդը, օտար հետախուզության գործակալ, թե ավելի ազդեցիկ ինչ-որ մեկը։ Եվ ինչու հենց այդ հանդիպումից հետո սպարապետը սկսեց վարվել այնպես, կարծես գիտեր, որ ժամանակը սպառվում է։
Այս հարցերի պատասխանները թաքնված են այն փաստաթղթերում, որոնք անհետացան հոկտեմբերի 27-ին։ Բայց եկեք վերադառնանք սկիզբ, այն օրերին, երբ Վազգեն Սարգսյանը դեռ էր սպարապետը, երբ նրա անունը արտասանում էին հարգանքով վախով միաժամանակ։ 1991 թվականից մինչ 1994 թվական Արցախյան պատերազմի տարիները։ Այդ ժամանակ Սարգսյանը ստեղծեց ոչ միայն բանակ, այլ իշխանության համակարգ, որը հիմնված էր անձնական հավատարմության վրա։ Յուրաքանչյուր հրամանատար, յուրաքանչյուր գնդապետ, յուրաքանչյուր բատալիոնի հրամանատար անձամբ ընտրվում էր սպարապետի կողմից։ Նա ստեղծեց զինված ուժեր, որոնք հավատարիմ էին ոչ թե պետությանը, այլ նրան անձամբ։ Այս համակարգը աշխատեց պատերազմի ժամանակ, բայց խաղաղության տարիներին այն դարձավ խնդիր։ Երբ 1995 թվականին Լոն Տեր-Պետրոսյանը փորձեց բարեփոխել բանակը նվազեցնել Սարգսյանի ազդեցությունը, նա բախվեց անտեսանելի պատին։ Զինված ուժերի սպաները հավատարիմ էին սպարապետին, ոչ թե նախագահին։ Եվ այստեղ է, որ սկսվում է իրական պատմությունը իշխանության, դավադրության վստահության մասին։ Վազգեն Սարգսյանը ծախսում էր գումարներ, որոնք անհասկանալի էին սովորական քաղաքացու համար։ Նրա անձնական գրասենյակի պահպանման ծախսերը տարեկան կազմում էին մոտավորապես 3 միլիոն դրամ, այն ժամանակ, երբ միջին աշխատավարձը Հայաստանում էր 15,000 դրամ։ Սա նշանակում է, որ միայն գրասենյակի պահպանման համար ծախսվում էր այնքան, որքան 200 սովորական աշխատողներ վաստակում էին ամբողջ տարվա ընթացքում։ Բայց դա միայն պաշտոնական ծախսերն էին։ Անվտանգության ծառայության արխիվներում պահպանվել են ապացույցներ, որ սպարապետը ուներ նա անձնական բյուջե, որը չէր անցնում պետական հաշվապահության միջով։ Այդ գումարները գալիս էին բիզնես կառույցներից, որոնք վայելում էին նրա պաշտպանությունը։ Որքան էր այդ գումարը։ Նախկին ֆինանսական խորհրդականները խոսում են տասնյակ միլիոններ դոլարների մասին։ Այդ գումարները ծախսվում էին ինչի վրա։ Մի մասը անձնական անվտանգության վրա, մի մասը հավատարիմ մարդկանց վարձատրության վրա, բայց մեծ մասը պարզապես անհետանում էր։ Անհետանում էր այնպես, կարծես երբեք չի էլ եղել։ Ուր էին գնում այդ գումարները։ Եվ ինչու սպարապետը պահանջում էր այդքան շատ ռեսուրսներ, երբ պաշտոնապես նա ուներ ամբողջ պետական ապարատի աջակցությունը։ Պատասխանը կապված է այն մարդու հետ, ում մենք կանվանենք Ստվերը։ Այս մարդը չի հիշատակվում ոչ մի պաշտոնական փաստաթղթում, բայց նրա անունը հայտնի է բոլոր նրանց, ովքեր աշխատել են սպարապետի մոտ։ Ստվերը էր այն մարդը, ով կազմակերպում էր գաղտնի հանդիպումները, ով վերահսկում էր անձնական ֆինանսները, ով գիտեր բոլոր գաղտնիքները։ Նա չուներ պաշտոնական պաշտոն, չէր ստորագրում ոչ մի փաստաթուղթ, բայց նրա խոսքը կատարվում էր անհարցական։ 1998 թվականի գարնանը, երբ Վազգեն Սարգսյանը դարձավ վարչապետ, Ստվերը ստացավ նոր լիազորություններ։ Նա սկսեց հանդիպել ԱԱԾ-ի բարձրաստիճան սպաների հետ, սկսեց հավաքել տեղեկություններ նրանց մասին։ Ինչով։ Ինչ էր պատրաստում սպարապետը։ Նախկին անվտանգության սպաները հիշում են, որ Ստվերը կազմում էր ցուցակներ անունների, պաշտոնների, կապերի։ Այդ ցուցակները պահվում էին այն կարմիր թղթապանակում, որը անհետացավ հոկտեմբերի 27-ին։ Ով էր Ստվերը իրականում։ Եվ ինչու նրա անունը չի հիշատակվում ոչ մի պաշտոնական հետաքննության մեջ։ 1999 թվականի ամռանը Երանում սկսեցին տարածվել լուրեր։ Լուրեր այն մասին, որ սպարապետը պատրաստվում է մեծ մաքրման։ Այդ բառը մաքրում օգտագործվում էր զգույշ շուկով, բայց բոլորը հասկանում էին, թե ինչ է նշանակում։ Վազգեն Սարգսյանը պատրաստվում էր հեռացնել իշխանությունից մարդկանց, ում նա համարում էր անվստահելի։ Ով էին այդ մարդիկը։ Ըստ տարբեր աղբյուրների, դրանք էին ԱԱԾ-ի որոշ բարձրաստիճան սպաներ, որոնք չափազանց մոտ էին Լոն Տեր-Պետրոսյանին։ Դրանք էին նա որոշ բիզնեսմեններ, որոնք վերահսկում էին ռազմավարական ոլորտները, չէին ցանկանում կիսվել իշխանությամբ։ Եվ դրանք էին նա որոշ քաղաքական գործիչներ, որոնք բացահայտ քննադատում էին սպարապետի մեթոդները։ Ցուցակը երկար էր, ըստ որոշ վկաների, այն ներառում էր 15 անուն։ 15 մարդ, ովքեր պետք է հեռացվեին քաղաքական դաշտից։ Բայց ոչ միայն քաղաքական դաշտից։ Այստեղ է, որ պատմությունը դառնում է մութ վտանգավոր։ 1999 թվականի սեպտեմբերին Վազգեն Սարգսյանը հրավիրեց գաղտնի ժողով։ Ժողով, որը տեղի ունեցավ ոչ թե վարչապետի աշխատասենյակում, այլ մի անվտանգ տանը Երանի արվարձաններում։ Այդ ժողովին ներկա էին միայն 6 մարդ, սպարապետի ամենամոտ օգնականները։
Նրանք քննարկեցին մաքրման ծրագիրը։ Ըստ մի մասնակցի, ով այսօր խոսում է անանուն, Սարգսյանը ասաց, որ երկիրը չի կարող առաջ շարժվել, քանի դեռ հին համակարգի մարդիկ պահում են իրենց դիրքերը։ Նա ասաց, որ մաքրումը պետք է սկսվի հոկտեմբերին, անմիջապես ազգային ժողովի նոր նստաշրջանից հետո։ Նա ասաց, որ ամեն ինչ պետք է արվի օրինական, բայց վճռական։ Բայց ինչպես կարող էր լինել օրինական այն, ինչ պլանավորվում էր։ Ինչպես կարող էր վարչապետը հեռացնել անվտանգության ծառայության ղեկավարությունը առանց սկանդալի։ Եվ ինչպես կարող էր նա անել դա այնպես, որ չհարուցի դիմադրություն։ Պատասխանը կար այն կարմիր թղթապանակում։ Այդ թղթապանակը պարունակում էր ապացույցներ։ Ապացույցներ կոռուպցիայի, ապացույցներ օրենքի խախտումների, ապացույցներ այն մասին, որ որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ աշխատում էին օտար հետախուզությունների համար։ Այդ ապացույցները հավաքվել էին տարիներ շարունակ, ստվերի նրա թիմի կողմից։ Դրանք ներառում էին լսագրություններ, ֆինանսական փաստաթղթեր, լուսանկարներ, վկաների ցուցմունքներ։ Եթե այդ ապացույցները հրապարակվեին, դրանք կարող էին ոչնչացնել տասնյակ կարիերաներ, կարող էին ուղարկել բանտ ազդեցիկ մարդկանց։ Բայց Վազգեն Սարգսյանը չէր ցանկանում հրապարակել դրանք։ Նա ցանկանում էր օգտագործել դրանք որպես լծակ, ստիպելու համար մարդկանց հեռանալ լուռ, առանց աղմուկի։ Սա էր նրա ծրագիրը։ Սա էր այն, ինչի համար նա պատրաստվում էր ամիսներ շարունակ։ Բայց ինչ-որ մեկը գիտեր այդ ծրագրի մասին։ Եվ այդ ինչ-որ մեկը որոշեց գործել առաջ։ Հոկտեմբերի 27-ը չէր պատահական ողբերգություն։ Դա էր հաշվարկված գործողություն, որը նպատակ ուներ կանխել մաքրումը։ Բայց ով էր այդ ինչ-որ մեկը։ Ով գիտեր Սպարապետի ծրագրի մասին։ Եվ ինչպես նրանք իմացան այն մանրամասները, որոնք պահվում էին այդքան խիստ գաղտնիության մեջ։ Պատասխանը պարզ է՝ դավաճանություն։ Ոչ թե արտաքին թշնամու կողմից, այլ ներսից։ Մեկը Սպարապետի մոտ մարդկանցից աշխատում էր մեկ ուրիշի համար։ Մեկը, ում Վազգեն Սարգսյանը վստահում էր, փոխանցում էր տեղեկություններ նրանց, ովքեր վախենում էին մաքրումից։ Ով էր այդ դավաճանը։ Եվ ինչու նրա անունը երբեք չի հրապարակվել։ Այս հարցերը մնում են առանց պատասխանի 25 տարի։ Բայց այսօր, առաջին անգամ, մենք ունենք վկաներ, ովքեր պատրաստ են խոսել։ Մարդիկ, ովքեր տեսել են այն, ինչ տեղի էր ունենում Սպարապետի շրջապատում վերջին ամիսներին։ Մարդիկ, ովքեր գիտեն, թե ով էր ստվերը, ինչ եղավ նրա հետ հոկտեմբերի 27-ից հետո։ Մարդիկ, ովքեր կարող են պատմել այն կարմիր թղթապանակի մասին, թե ինչ էր պարունակում այն։ Բայց նախքան մենք հասնենք այդ բացահայտումներին, եկեք վերադառնանք 1998 թվականի վերջին, այն օրերին, երբ Վազգեն Սարգսյանը դեռ հույս ուներ, որ կարող է փոխել համակարգը առանց արյունահեղության։ 1998 թվականի նոյեմբերին Սպարապետը ստացավ զեկույց, որը փոխեց ամեն ինչ։ Զեկույց, որը պատրաստել էր ստվերը նրա թիմը։ Այդ զեկույցը 35 էջ էր պարունակում էր մանրամասն վերլուծություն ազգային անվտանգության ծառայության ներքին կառուցվածքի մասին։ Այնտեղ նշված էին բոլոր բարձրաստիճան սպաները, նրանց կապերը, նրանց ֆինանսական շահերը, նրանց հնարավոր հավատարմությունները։ Զեկույցը բաժանում էր ԱԱԾ-ի ղեկավարությունը 3 խմբի՝ հավատարիմներ, չեզոքներ, վտանգավորներ։ Հավատարիմների ցուցակում էին միայն 5 անուն։ Չեզոքների ցուցակում 10։ Իսկ վտանգավորների ցուցակում 12։ 12 մարդ, ովքեր, ըստ զեկույցի, ներկայացնում էին անմիջական վտանգ վարչապետի անվտանգությանը, նրա քաղաքական ծրագրերի իրականացմանը։ Երբ Վազգեն Սարգսյանը կարդաց այդ զեկույցը, նա հասկացավ, որ իրավիճակը ավելի լուրջ է, քան կարծում էր։ Նա հասկացավ, որ ԱԱԾ-ն այլևս չէր իր վերահսկողության տակ։ Նա հասկացավ, որ եթե ցանկանում է իրականացնել իր բարեփոխումները, նա պետք է գործի արագ, վճռական։ Բայց նա հասկացավ, որ յուրաքանչյուր քայլ պետք է լինի հաշվարկված, որովհետև մեկ սխալ կարող էր արժենալ ոչ միայն նրա քաղաքական կարիերան, այլ նրա կյանքը։ Դեկտեմբերին Սպարապետը հրավիրեց երկրորդ գաղտնի ժողով։ Այս անգամ ներկա էին 8 մարդ, նրա ամենամոտ օգնականները 2 զինվորական հետախուզության սպաներ։ Նրանք քննարկեցին կոնկրետ ծրագիր, ինչպես հեռացնել վտանգավորներին առանց սկանդալի։ Ծրագիրը ներառում էր 3 փուլ։ Առաջին փուլում պետք է հավաքվեին լրացուցիչ ապացույցներ, այնպիսիք, որոնք անհերքելի կլինեին։ Երկրորդ փուլում այդ ապացույցները պետք է ներկայացվեին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ստանալու համար նրա աջակցությունը։
Եվ երրորդ փուլում պետք է իրականացվեր մաքրումը օրինական ձով միջոցով պաշտոնական հրաժարականների կամ վերանշանակումների։ Ծրագիրը թվում էր իրագործելի։ Բայց այն ուներ մեկ խոշոր թերություն, այն պահանջում էր ժամանակ։ Եվ ժամանակը հենց այն բանն էր, ինչը Վազգեն Սարգսյանը չուներ։ 1999 թվականի հունվարին սկսվեց առաջին փուլը։ Ստվերի թիմը ակտիվացավ։ Նրանք սկսեցին հետել վտանգավորների ցուցակում գտնվող մարդկանց։ Նրանք լսում էին նրանց հեռախոսազանգերը, հետում էին նրանց հանդիպումներին, ուսումնասիրում էին նրանց ֆինանսական գործարքները։ Այս աշխատանքը պահանջում էր զգուշություն, գաղտնիություն, որովհետև եթե վտանգավորները իմանային, որ հետում են իրենց, նրանք կարող էին գործել առաջ։ Բայց ինչպես պարզվեց ավելի ուշ, գաղտնիությունը արդեն խախտված էր։ Ինչ-որ մեկը արդեն տեղեկացրել էր վտանգավորներին, որ սպարապետը պատրաստվում է մաքրման։ Փետրվարին ստվերը զեկուցեց Սարգսյանին, որ նրանք հավաքել են բավարար ապացույցներ 3 անձի դեմ։ Այդ ապացույցները ներառում էին լսագրություններ, որտեղ այդ անձինք քննարկում էին, թե ինչպես կարելի է խոչընդոտել վարչապետի ծրագրերին։ Ներառում էին նա ֆինանսական փաստաթղթեր, որոնք ցույց էին տալիս կապեր օտարերկրյա կազմակերպությունների հետ։ Եվ ներառում էին վկաների ցուցմունքներ, որոնք հաստատում էին, որ այդ անձինք պլանավորում էին ինչ-որ բան դեմ սպարապետի։ Վազգեն Սարգսյանը ուսումնասիրեց այդ ապացույցները, որոշեց, որ դրանք բավարար են։ Նա հրահանգեց ստվերին պատրաստել ամփոփ զեկույց, որը նա կներկայացնի նախագահին։ Բայց նախքան այդ զեկույցը պատրաստ լիներ, տեղի ունեցավ ինչ-որ բան, որը փոխեց ամեն ինչ։ Մարտի սկզբին ստվերը անհետացավ։ Ոչ թե մահացավ, ոչ թե ձերբակալվեց, այլ պարզապես անհետացավ։ Նա չեկավ աշխատանք, չպատասխանեց հեռախոսազանգերին, նրա բնակարանը գտնվեց դատարկ։ Վազգեն Սարգսյանը անմիջապես հրահանգեց սկսել որոնումներ, բայց ստվերը չգտնվեց։ Նրա անհետացումը մնաց առեղծված։ Բայց ավելի վատն այն էր, որ նրա հետ միասին անհետացավ նա մի մասը այն ապացույցների, որոնք նա հավաքել էր։ Ոչ բոլորը, բայց ամենակարևորները լսագրությունները, վկաների ցուցմունքները։ Ո՞վ էր վերցրել ստվերին։ Եվ ինչու հենց այդ պահին, երբ սպարապետը պատրաստվում էր գործել։ Այս հարցերը տանջում էին Վազգեն Սարգսյանին ամիսներ շարունակ։ Նա հասկանում էր, որ ստվերի անհետացումը չէր պատահական։ Նա հասկանում էր, որ դա էր նշան այն մասին, որ վտանգավորները գիտեին նրա ծրագրի մասին պատրաստվում էին պաշտպանվել։ Բայց նա չգիտեր, թե որքան հեռու կգնան նրանք։ Նա չգիտեր, որ նրանք արդեն պլանավորում էին ինչ-որ բան, որը կդնի վերջակետ նրա քաղաքական կարիերային, նրա կյանքին։ Ապրիլին սպարապետը փորձեց շարունակել առանց ստվերի։ Նա նշանակեց նոր մարդու վերահսկելու համար հետախուզական աշխատանքները։ Բայց այդ նոր մարդը չուներ ստվերի փորձը կապերը։ Աշխատանքը դանդաղեց։ Ապացույցների հավաքումը դարձավ ավելի դժվար։ Եվ ամենակարևորը, Վազգեն Սարգսյանը կորցրեց իր վստահությունը։ Նա սկսեց կասկածել բոլորին, նույնիսկ իր ամենամոտ օգնականներին։ Նա սկսեց մտածել, որ եթե ստվերը կարող էր անհետանալ այդպես հեշտությամբ, ապա ինչ-որ մեկը շատ ուժեղ էր աշխատում դեմ նրան։ Մայիսին Սարգսյանը ստացավ նոր զեկույց։ Այս անգամ զեկույցը գալիս էր զինվորական հետախուզությունից, պարունակում էր տեղեկություններ, որոնք ցնցեցին նրան։ Ըստ այդ զեկույցի, վտանգավորների ցուցակում գտնվող մարդիկ հանդիպում էին կանոնավոր, քննարկելու համար, թե ինչպես չեզոքացնել սպարապետին։ Բառը չեզոքացնել օգտագործվում էր զեկույցում, բայց Վազգեն Սարգսյանը հասկանում էր, թե ինչ է նշանակում այն։ Նա հասկանում էր, որ նրանք խոսում էին ոչ թե քաղաքական չեզոքացման, այլ ֆիզիկական վերացման մասին։ Այդ պահից սկսած սպարապետը սկսեց ապրել մշտական սթրեսի մեջ։ Նա ուժեղացրեց իր անձնական անվտանգությունը։ Նա փոխեց իր ամենօրյա երթուղիները։ Նա սկսեց խուսափել հանրային միջոցառումներից։ Բայց նա հասկանում էր, որ չի կարող ապրել այդպես ընդմիշտ։ Նա պետք է գործեր։ Նա պետք է ավարտեր այն, ինչ սկսել էր։ Հունիսին Վազգեն Սարգսյանը կայացրեց վճռական որոշում։ Նա որոշեց, որ չի սպասի ավելի։ Նա որոշեց, որ կիրականացնի մաքրումը անմիջապես, առանց լրացուցիչ ապացույցների, առանց նախագահի նախնական համաձայնության։ Նա հավաքեց իր ամենամոտ օգնականներին, ասաց, որ նրանք պետք է պատրաստ լինեն գործել հուլիսին։ Նա ասաց, որ մաքրումը կսկսվի ԱԱԾ-ի 3 բարձրաստիճան սպաների հեռացմամբ, եթե դա հաջողվի, ապա կշարունակվի մյուսների հետ։
Բայց սպարապետը չգիտեր, որ նրա ծրագրի մասին արդեն գիտեին նրանք, ում նա ցանկանում էր հեռացնել։ Նա չգիտեր, որ նրանք արդեն պատրաստում էին իրենց պատասխանը։ Եվ նա չգիտեր, որ այդ պատասխանը կգա շատ ավելի շուտ, քան նա կարող էր պատկերացնել։ Հուլիսին տեղի ունեցավ ինչ-որ բան, որը պետք է լիներ նախազգուշացում։ Սպարապետի մեքենան հարձակման ենթարկվեց Երանի փողոցներից մեկում։ Ոչ թե ահաբեկչական հարձակում, այլ պարզ ավտովթար, որը թվում էր պատահական։ Բայց անվտանգության սպաները, ովքեր ուսումնասիրեցին դեպքը, եկան այն եզրակացության, որ դա չէր պատահական։ Մյուս մեքենան միտումնավոր բախվել էր սպարապետի մեքենային, փորձելով այն դուրս մղել ճանապարհից։ Բախումը չեղավ լուրջ, Վազգեն Սարգսյանը չվնասվեց, բայց նա հասկացավ, որ դա էր նախազգուշացում։ Նախազգուշացում այն մասին, որ նրանք կարող են հասնել նրան ցանկացած պահի։ Օգոստոսին սպարապետը դարձավ ավելի զգույշ։ Նա սկսեց օգտագործել տարբեր մեքենաներ։ Նա սկսեց փոխել իր երթուղիները ամեն օր։ Նա սկսեց խուսափել նույնիսկ պաշտոնական միջոցառումներից, եթե դրանք չէին բացարձակապես անհրաժեշտ։ Բայց նա հասկանում էր, որ այդ միջոցները կարող են պաշտպանել նրան միայն որոշ ժամանակ։ Նա հասկանում էր, որ եթե վտանգավորները իսկապես ցանկանում են վերացնել նրան, նրանք կգտնեն ճանապարհ։ Սեպտեմբերին Վազգեն Սարգսյանը կայացրեց վերջնական որոշում։ Նա որոշեց, որ մաքրումը կիրականացվի հոկտեմբերին, անմիջապես ազգային ժողովի նոր նստաշրջանի սկզբից հետո։ Նա պատրաստեց ամբողջական ծրագիր, ով, երբ ինչպես պետք է հեռացվի։ Նա պատրաստեց ապացույցները, որոնք մնացել էին ստվերի անհետացումից հետո։ Եվ նա պատրաստեց իր վերջնական ելույթը, որը պետք է ասեր ազգային ժողովում, բացատրելու համար, թե ինչու է անհրաժեշտ այդ մաքրումը։ Բայց սպարապետը երբեք չստացավ հնարավորություն ասել այդ ելույթը։ Նա երբեք չստացավ հնարավորություն իրականացնել իր ծրագիրը։ Որովհետև հոկտեմբերի 27-ին, երբ նա մտավ ազգային ժողովի նիստերի դահլիճ, նրան սպասում էր ինչ-որ բան, որը նա երբեք չէր կարող պատկերացնել։ Բայց մինչ մենք հասնենք այդ ողբերգական օրվան, եկեք խոսենք մի մարդու մասին, ով կարող էր կանխել այն ամենը։ Մարդու, ով գիտեր ամեն ինչ, բայց ընտրեց լռել։ 1999 թվականի սեպտեմբերի վերջին երան ժամանեց մի մարդ, ով 35 տարի չի վերադարձել Հայաստան։ Այս մարդը չանցավ սահմանային պաշտոնական հսկողությունից, չի գրանցվել ոչ մի հյուրանոցում, նույնիսկ օդանավակայանի անվտանգության տեսախցիկները չեն արձանագրել նրա ժամանումը։ Ինչպես է դա հնարավոր։ Ինչպես կարող է մարդ մտնել երկիր այնպես, որ ոչ ոք չիմանա։ Պատասխանը պարզ է, եթե այդ մարդը ունի շատ բարձր մակարդակի աջակցություն։ Աջակցություն այնպիսի մակարդակից, որը կարող է անջատել տեսախցիկները, կարող է հրահանգել սահմանային պահակներին չստուգել անձնագրերը, կարող է ապահովել, որ այդ մարդու այցը մնա բացարձակ գաղտնիք։ Ո՞վ էր այդ մարդը։ Եվ ինչու էր նա եկել Երան այդ կոնկրետ պահին։ Նախկին անվտանգության սպաները, ովքեր այդ օրերին հերթապահում էին օդանավակայանում, հիշում են, որ նրանք ստացել էին հատուկ հրահանգ՝ թույլ տալ մի անձի անցնել առանց ստուգման։ Նրանք չգիտեին, թե ով է այդ անձը, բայց նրանք գիտեին, որ հրահանգը գալիս է շատ բարձրից։ Այդ մարդը ժամանեց ուշ երեկոյան, երբ օդանավակայանը գրեթե դատարկ էր։ Նա իջավ ինքնաթիռից վերջինը, քայլեց դանդաղ դեպի ելքը, նրան դիմավորեց միս մեքենա, մգացած ապակիներով։ Մեքենան տարավ նրան ուղիղ դեպի Երանի կենտրոն, բայց ոչ դեպի հյուրանոց, այլ դեպի մի անվտանգ տուն, որը պատկանում էր ԱԱԾ-ին։ Այդ գիշեր այդ մարդը հանդիպեց 3 բարձրաստիճան սպաների հետ։ Հանդիպումը տևեց 3 ժամ։ Նրանք քննարկեցին Վազգեն Սարգսյանի ծրագրերը, քննարկեցին մաքրման հնարավոր հետանքները, քննարկեցին, թե ինչպես կարելի է կանխել այն։ Ըստ մի մասնակցի, ով այսօր խոսում է անանուն, այդ անծանոթ մարդը ասաց, որ սպարապետը դարձել է վտանգ ոչ միայն ձեզ համար, այլ ամբողջ համակարգի համար։ Նա ասաց, որ եթե նա իրականացնի իր ծրագիրը, դա կհանգեցնի քաոսի անկայունության։ Եվ նա ասաց, որ դուք պետք է գործեք հիմա, մինչ չուշացել է։ Այդ խոսքերը հնչեցին որպես հրահանգ։ Եվ 3 սպաները հասկացան, թե ինչ է ակնկալվում իրենցից։ Հաջորդ օրը այդ անծանոթ մարդը հեռացավ Երանից նույն գաղտնի ճանապարհով, որով եկել էր։ Նա երբեք չվերադարձավ Հայաստան։ Եվ նրա անունը երբեք չի հիշատակվել ոչ մի պաշտոնական հետաքննության մեջ։ Բայց նրա այցը եղավ այն շարժիչ ուժը, որը սկսեցրեց իրադարձությունների շղթան, որը հանգեցրեց հոկտեմբերի 27-ին։ Ո՞վ էր այդ մարդը։
օտար հետախուզության գործակալ, թե ավելի ազդեցիկ ինչ-որ մեկը։ Եվ ով էր ուղարկել նրան Երան այդ կոնկրետ պահին։ Այս հարցերը մնում են առանց պատասխանի։ Բայց մենք գիտենք մի բան, այդ մարդու այցից հետո վտանգավորները սկսեցին պատրաստվել։ Նրանք սկսեցին պլանավորել ինչ-որ բան, որը կդնի վերջակետ սպարապետի ծրագրերին։ Եվ նրանք սկսեցին որոնել մարդու, ով կկատարի այդ պլանը։ Հոկտեմբերի սկզբին նրանք գտան այդ մարդուն։ Մարդու, ով ուներ իր սեփական պատճառները ատելու համակարգը։ Մարդու, ով պատրաստ էր անել ցանկացած բան վրեժ լուծելու համար։ Մարդու, ում անունը դարձավ հայտնի ամբողջ աշխարհին հոկտեմբերի 27-ից հետո։ Բայց մինչ մենք խոսենք այդ մարդու մասին, եկեք վերադառնանք Վազգեն Սարգսյանին։ Եկեք խոսենք նրա վերջին օրերի մասին, նրա վերջին հույսերի վախերի մասին։ Հոկտեմբերի 15-ին սպարապետը ստացավ վերջին զգուշացումը։ Զգուշացում, որը գալիս էր անսպասելի աղբյուրից, մի մարդուց, ով աշխատում էր ԱԱԾ-ում, բայց գաղտնի համակրում էր Սարգսյանին։ Այդ մարդը զանգահարեց սպարապետին ուշ գիշերը ասաց, որ ինչ-որ բան պատրաստվում է։ Նա ասաց, որ մարդիկ խոսում են, պլանավորում են, բայց ես չգիտեմ մանրամասները։ Նա ասաց, որ դուք պետք է շատ զգույշ լինեք հաջորդ շաբաթվա ընթացքում։ Վազգեն Սարգսյանը լսեց այդ զգուշացումը, բայց նա չվերցրեց այն լրջորեն։ Նա մտածեց, որ դա մեկ փորձ է վախեցնելու իրեն, փորձ է ստիպելու հրաժարվել իր ծրագրերից։ Նա մտածեց, որ եթե նա ցույց տա վախ, ապա նա կորցնի իր հեղինակությունը։ Եվ նա մտածեց, որ նրա անձնական անվտանգությունը բավարար է պաշտպանելու նրան ցանկացած վտանգից։ Բայց սպարապետը սխալվեց։ Նա սխալվեց, որովհետև նա չգիտեր, թե որքան հեռու են պատրաստ գնալ վտանգավորները։ Նա չգիտեր, որ նրանք արդեն ընտրել են ժամանակը վայրը։ Եվ նա չգիտեր, որ այդ ժամանակը շատ մոտ է։ Հոկտեմբերի 26-ին Վազգեն Սարգսյանը անցկացրեց իր վերջին հանգիստ գիշերը։ Նա ընտրեց ընտանիքի հետ, խաղաց իր երեխաների հետ, խոսեց իր կնոջ հետ իր ապագա ծրագրերի մասին։ Նա ասաց, որ շուտով ամեն ինչ կփոխվի։ Նա ասաց, որ մենք վերջապես կկարողանանք կառուցել այն երկիրը, որի մասին երազում ենք։ Նա ասաց, որ մի քանի շաբաթից ամեն ինչ կլինի այլ։ Բայց սպարապետը չգիտեր, որ հաջորդ օրը իսկապես ամեն ինչ կփոխվի։ Բայց ոչ այնպես, ինչպես նա երազում էր։ Հոկտեմբերի 27-ի առավոտյան Վազգեն Սարգսյանը արթնացավ վաղ։ Նա պատրաստվեց գնալ ազգային ժողով, մասնակցելու կառավարության հարցման նիստին։ Նա գիտեր, որ այդ նիստը կլինի դժվար, որովհետև ընդդիմությունը պատրաստել էր սուր հարցեր։ Բայց նա գիտեր, որ նա պատրաստ է պատասխանել այդ հարցերին։ Նա վստահ էր իր ուժերի վրա, վստահ էր իր ծրագրերի վրա, վստահ էր, որ նա կարող է վերահսկել իրավիճակը։ Բայց երբ սպարապետը մտավ ազգային ժողովի շենք, նա չգիտեր, որ այդ օրը կդառնա նրա վերջին օրը։ Նա չգիտեր, որ մի քանի ժամ անց նրա անունը կմտնի Հայաստանի պատմություն որպես ողբերգության խորհրդանիշ։ Եվ նա չգիտեր, որ այն կարմիր թղթապանակը, որը նա պահում էր իր սեյֆում, կանհետանա ընդմիշտ, տանելով իր հետ բոլոր գաղտնիքները։ Ինչու եղավ այն, ինչ եղավ հոկտեմբերի 27-ին։ Ո՞վ էր իսկապես պատասխանատու այդ ողբերգության համար։ Եվ ինչ էր պարունակում այն կորած թղթապանակը, որը կարող էր փոխել ամեն ինչ։ Այս հարցերի պատասխանները մենք կբացահայտենք հաջորդ մասերում։ Բայց մի բան հստակ է, Վազգեն Սարգսյանի մահը չէր պատահական ողբերգություն։ Դա էր հաշվարկված գործողություն, որը նպատակ ուներ կանխել մաքրումը, պահպանել հին համակարգը։ Եվ նրանք, ովքեր պլանավորեցին այդ գործողությունը, հաջողեցին իրենց նպատակին հասնել։ Բայց նրանք չկարողացան ոչնչացնել բոլոր ապացույցները։ Եվ այսօր, 25 տարի անց, այդ ապացույցները սկսում են դուրս գալ մութից։ Պատկերացրեք, որ ձեր ամենամոտ բարեկամը, մարդը, ում դուք վստահում եք ավելի քան ինքներդ ձեզ, մի օր մոտենում է ձեզ ասում. «Ես գիտեմ ամեն ինչ, ինչ դու արել ես, եթե չլռես, բոլորը կիմանան»։ Հենց այդպես զգաց Վազգեն Սարգսյանի անձնական բժիշկը 1999 թվականի ամռանը, երբ ստվերը կանչեց նրան գաղտնի հանդիպման։ Այդ բժիշկը, ով ծառայել էր սպարապետին 10 տարի, ով գիտեր նրա յուրաքանչյուր առողջական խնդիրը, ով պահպանել էր բոլոր գաղտնիքները, հանկարծ հայտնվեց դիրքում, երբ նրա սեփական գաղտնիքները դարձան զենք նրա դեմ։ Ինչպես է հնարավոր, որ մարդը, ով բուժում էր երկրի ամենահզոր մարդուն, ինքը դառնա խոցելի։ Ինչպես է հնարավոր, որ բժիշկը, ով երդվել էր պահպանել բժշկական գաղտնիքը, սկսի վախենալ իր սեփական անցյալից։
Եվ ամենակարևորը, ինչ գիտեր այդ բժիշկը սպարապետի առողջության մասին, որ այդ տեղեկությունը կարող էր օգտագործվել որպես լծակ։ Այսօր, 35 տարի անց, այդ բժիշկը պատրաստ է խոսել առաջին անգամ։ Եվ այն, ինչ նա կպատմի, կփոխի ամեն ինչ, ինչ մենք կարծում էինք, որ գիտենք Վազգեն Սարգսյանի վերջին տարիների մասին։ Բժիշկը հիշում է, որ 1997 թվականից սկսած սպարապետը սկսեց գանգատվել գլխացավերից։ Ոչ սովորական գլխացավեր, որոնք անցնում են դեղորայքից, այլ ուժեղ, տական ցավեր, որոնք երբեմն տում էին ամբողջ օրը։ Սարգսյանը չցանկանում էր, որ դա իմանա որևէ մեկը, նույնիսկ իր ամենամոտ օգնականները։ Նա պահանջում էր, որ բժիշկը գա գիշերները, երբ բոլորը քնած են, բուժի նրան լռությամբ։ Բժիշկը նշանակում էր ցավազրկողներ, բայց դրանք օգնում էին միայն ժամանակավորապես։ 1998 թվականին գլխացավերը դարձան ավելի հաճախակի, ավելի ուժեղ։ Բժիշկը առաջարկեց անցնել լրիվ բժշկական զննում, բայց սպարապետը մերժեց։ Նա ասաց, եթե մարդիկ իմանան, որ ես հիվանդ եմ, նրանք կսկսեն մտածել, որ ես թույլ եմ։ Նա ասաց, իմ ուժը իմ միակ զենքն է, ես չեմ կարող թույլ տալ, որ մարդիկ տեսնեն իմ թուլությունը։ Բայց բժիշկը գիտեր, որ ինչ-որ բան լուրջ էր տեղի ունենում սպարապետի օրգանիզմում։ Նա գիտեր, որ այդ գլխացավերը կարող էին լինել նշան ավելի լուրջ հիվանդության։ Եվ նա գիտեր, որ եթե Սարգսյանը չանցնի բուժում, հետանքները կարող են լինել ողբերգական։ Բայց նա չէր կարող ստիպել սպարապետին լսել իրեն։ Նա կարող էր միայն շարունակել տալ ցավազրկողներ հույս ունենալ, որ իրավիճակը չվատանա։ 1999 թվականի մայիսին բժիշկը նկատեց մի ախտանիշ, որը նրան սարսափեցրեց։ Սպարապետը սկսեց կորցնել քաշ։ Ոչ շատ, միայն 5 կիլոգրամ 2 ամսում, բայց բժիշկի համար դա էր զգուշացնող ազդանշան։ Երբ նա հարցրեց Սարգսյանին, արդյոք նա ճիշտ է սնվում, սպարապետը պատասխանեց, որ նա պարզապես չունի ախորժակ։ Նա ասաց, որ սթրեսը աշխատանքային ծանրաբեռնվածությունը խլում են նրա ախորժակը։ Բայց բժիշկը գիտեր, որ դա ավելին էր, քան պարզ սթրես։ Նա գիտեր, որ քաշի կորուստը համակցված գլխացավերի հետ կարող էր նշանակել լուրջ առողջական խնդիր։ Եվ այստեղ է, որ պատմությունը դառնում է դարձ դեպի մութ։ Բժիշկը որոշեց գաղտնի վերցնել սպարապետի արյան նմուշ ուղարկել այն լաբորատորիա, առանց Սարգսյանի իմացության։ Նա ուզում էր իմանալ, թե ինչ է իրականում տեղի ունենում նրա օրգանիզմում։ Բայց երբ նա ստացավ արդյունքները, նա սարսափեց։ Արյան վերլուծությունը ցույց էր տալիս անոմալիաներ, որոնք կարող էին ցույց տալ լուրջ հիվանդություն։ Բժիշկը գիտեր, որ նա պետք է անմիջապես տեղեկացնի սպարապետին, բայց նա գիտեր, որ Սարգսյանը կմերժի ցանկացած բուժում։ Եվ հենց այդ պահին ստվերը մոտեցավ բժշկին։ Ինչպես իմացավ ստվերը այդ արյան վերլուծության մասին։ Ով տեղեկացրեց նրան, որ բժիշկը գաղտնի հետազոտություն է անցկացրել։ Այս հարցերը մնում են առանց պատասխանի, բայց մի բան հստակ է, ստվերը գիտեր ամեն ինչ, ինչ տեղի էր ունենում սպարապետի շրջապատում։ Նա գիտեր նույնիսկ այն գաղտնիքները, որոնք պետք է մնային բացարձակ գաղտնի։ Ստվերը հանդիպեց բժշկի հետ մի անվտանգ տանը Երանի արվարձաններում։ Նա ցույց տվեց բժշկին փաստաթղթեր, որոնք ապացուցում էին, որ բժիշկը ինքը ուներ գաղտնիքներ։ Գաղտնիքներ, որոնք կապված էին նրա անցյալի հետ, գաղտնիքներ, որոնք կարող էին ոչնչացնել նրա կարիերան, ուղարկել նրան բանտ։ Ստվերը ասաց բժշկին, դու ունես երկու ընտրություն։ Կամ դու համագործակցում ես մեզ հետ, պահպանում ես քո գաղտնիքները, կամ մենք հրապարակում ենք այդ փաստաթղթերը, դու կորցնում ես ամեն ինչ։ Բժիշկը հասկացավ, որ նա չունի ընտրություն։ Նա հասկացավ, որ նա պետք է համագործակցի, եթե ցանկանում է պահպանել իր կյանքը, կարիերան։ Ստվերը պահանջեց բժշկից երկու բան։ Առաջին, նա պետք է տրամադրեր ամբողջական տեղեկություններ սպարապետի առողջական վիճակի մասին։ Երկրորդ, նա պետք է լռեր այն մասին, ինչ տեղի ունեցավ այդ հանդիպման ժամանակ։ Բժիշկը համաձայնեց։ Նա տվեց ստվերին բոլոր բժշկական փաստաթղթերը, ներառյալ արյան վերլուծության արդյունքները։ Եվ նա խոստացավ, որ երբեք չի պատմի ոչ ոքի այդ հանդիպման մասին։ Բայց ինչու էր ստվերին անհրաժեշտ այդ տեղեկությունը։ Ինչու էր նա այդքան հետաքրքրված սպարապետի առողջական վիճակով։ Եվ ինչպես էր նա պատրաստվում օգտագործել այդ տեղեկությունը։ Պատասխանը կապված է այն կարմիր թղթապանակի հետ, որը անհետացավ հոկտեմբերի 27-ին։ Այդ թղթապանակը պարունակում էր ոչ միայն ապացույցներ կոռուպցիայի դավադրության մասին, այլ բժշկական փաստաթղթեր, որոնք ցույց էին տալիս, որ Վազգեն Սարգսյանը հիվանդ էր։
Այդ փաստաթղթերը կարող էին օգտագործվել որպես զենք թուլացնելու համար սպարապետի դիրքերը։ Եթե մարդիկ իմանային, որ նրանց ղեկավարը հիվանդ է, նրանք կսկսեին կասկածել նրա ունակությունների մեջ։ Նրանք կսկսեին մտածել, որ նա այլևս չի կարող ղեկավարել երկիրը։ Եվ դա հենց այն էր, ինչ ուզում էին վտանգավորները։ Բայց ստվերը երբեք չստացավ հնարավորություն օգտագործել այդ տեղեկությունը։ Որովհետև մարտին նա անհետացավ, նրա հետ միասին անհետացան նա բոլոր այն փաստաթղթերը, որոնք նա հավաքել էր։ Բայց մի բան մնաց, բժիշկը, ով գիտեր ամեն ինչ։ Եվ այսօր, 35 տարի անց, այդ բժիշկը պատրաստ է խոսել։ Նա պատմում է, որ Վազգեն Սարգսյանի առողջական վիճակը վատանում էր ամիս առ ամիս։ 1999 թվականի ամռանը գլխացավերը դարձան այնքան ուժեղ, որ սպարապետը երբեմն չէր կարող աշխատել ամբողջ օրը։ Նա փակվում էր իր աշխատասենյակում, անջատում էր լույսերը, պառկում էր մութ սենյակում, փորձելով թեթացնել ցավը։ Բժիշկը նշանակում էր ավելի ուժեղ դեղորայք, բայց դրանք նույնպես չէին օգնում։ Սպարապետը սկսեց կորցնել իր կենտրոնացումը, սկսեց մոռանալ բաներ, սկսեց դառնալ ավելի նյարդային գրգռված։ Եվ ամենավատը, նա սկսեց կորցնել իր վստահությունը։ Մարդը, ով միշտ եղել էր վստահ իր ուժերի վրա, ով միշտ գիտեր, թե ինչ է անում, հանկարծ սկսեց կասկածել իր սեփական որոշումների մեջ։ Նա սկսեց հարցնել իր օգնականներին, արդյոք նա ճիշտ է գործում, արդյոք նրա ծրագրերը իրագործելի են, արդյոք նա կարող է վստահել իր մարդկանց։ Այս փոփոխությունը նկատեցին բոլորը, ովքեր աշխատում էին նրա մոտ, բայց ոչ ոք չհասկացավ, թե ինչն է պատճառը։ Բժիշկը գիտեր պատճառը։ Նա գիտեր, որ սպարապետի առողջական վիճակը ազդում էր նրա հոգեկան վիճակի վրա։ Նա գիտեր, որ հիվանդությունը դարձնում էր Սարգսյանին ավելի խոցելի, ավելի վախկոտ, ավելի անվստահ։ Եվ նա գիտեր, որ եթե իրավիճակը շարունակվի այդպես, սպարապետը կարող է կատարել սխալներ, որոնք կարժենան նրան ամեն ինչ։ Բայց բժիշկը չէր կարող անել ոչինչ։ Նա չէր կարող պատմել սպարապետին ճշմարտությունը, որովհետև Սարգսյանը չէր ցանկանում լսել այն։ Եվ նա չէր կարող պատմել ուրիշներին, որովհետև նա խոստացել էր ստվերին պահպանել գաղտնիքը։ Նա մնաց խցանված իր սեփական լռության մեջ, դիտելով, թե ինչպես սպարապետը դանդաղ քայքայվում է ներսից։ Հոկտեմբերի 26-ին, Վազգեն Սարգսյանի վերջին գիշերը, բժիշկը եկավ պալատ, տալու համար սպարապետին նրա սովորական դեղերը։ Երբ նա մտավ Սարգսյանի սենյակ, նա տեսավ մի տեսարան, որը երբեք չի մոռանա։ Սպարապետը նստած էր իր աշխատասեղանի առջ, գլուխը բռնած ձեռքերի մեջ, լացում էր։ Ոչ բարձր, ոչ հեկեկալով, այլ լուռ, արցունքները հոսում էին նրա դեմքով։ Բժիշկը երբեք չէր տեսել սպարապետին լացող։ Նա երբեք չէր պատկերացրել, որ այդ ուժեղ, անսասան մարդը կարող է լալ։ Երբ Սարգսյանը նկատեց բժշկին, նա արագ սրբեց իր արցունքները, փորձեց ժպտալ։ Նա ասաց. «Ներողություն, պարզապես հոգնած եմ»։ Բայց բժիշկը տեսավ նրա աչքերում ավելին, քան հոգնածություն։ Նա տեսավ վախ, տեսավ հուսահատություն, տեսավ այն, ինչ սպարապետը փորձում էր թաքցնել բոլորից։ Բժիշկը տվեց նրան դեղերը, հեռացավ լռությամբ։ Նա չգիտեր, որ դա վերջին անգամն է, երբ նա տեսնում է Վազգեն Սարգսյանին կենդանի։ Նա չգիտեր, որ հաջորդ օրը սպարապետի պատմությունը կավարտվի այնպես ողբերգական։ Բայց արդյոք սպարապետի առողջական վիճակը ազդեց այն իրադարձությունների վրա, որոնք տեղի ունեցան հոկտեմբերի 27-ին։ Արդյոք նրա հիվանդությունը դարձրեց նրան ավելի խոցելի։ Եվ արդյոք վտանգավորները գիտեին այդ մասին, օգտագործեցին այն իրենց օգտին։ Երբ խոսում ենք Վազգեն Սարգսյանի ծախսերի մասին, մենք պետք է հասկանանք մի բան, այդ ծախսերը չէին միայն անձնական շռայլություն։ Դրանք էին ներդրումներ իշխանության համակարգում, որը սպարապետը կառուցում էր տարիներ շարունակ։ Բայց եկեք նայենք թվերին, որոնք ցույց են տալիս իրական պատկերը։ 1998 թվականին, երբ միջին աշխատավարձը Հայաստանում կազմում էր 15,000 դրամ ամսական, սպարապետի անձնական գրասենյակի ամսական պահպանման ծախսերը կազմում էին 250,000 դրամ։ Սա նշանակում է, որ միայն մեկ ամսում սպարապետի գրասենյակը ծախսում էր այնքան, որքան 16 սովորական աշխատող վաստակում էր ամբողջ տարվա ընթացքում։ Բայց դա միայն պաշտոնական ծախսերն էին։ Անվտանգության ծառայության արխիվներում պահպանված փաստաթղթերը ցույց են տալիս, որ սպարապետը ուներ նա հատուկ ֆոնդ, որը չէր անցնում պետական հաշվապահության միջով։ Այդ ֆոնդի ամսական լրացումը կազմում էր մոտավորապես 5 միլիոն դրամ։ Տարեկան՝ 60 միլիոն դրամ։
Այս գումարը հավասար էր 4000 սովորական աշխատողների տարեկան աշխատավարձին։ Պատկերացրեք ամբողջ գործարան, որտեղ աշխատում են 4000 մարդ, նրանց բոլորի տարեկան աշխատավարձը գնում է մեկ մարդու անձնական ֆոնդ։ Այդ գումարները ծախսվում էին ինչի վրա։ Մի մասը գնում էր անձնական անվտանգության վրա, 20 մարդ, ովքեր պահպանում էին սպարապետին 24 ժամ։ Յուրաքանչյուր պահակ ստանում էր ամսական 100,000 դրամ, 6 անգամ ավելի, քան միջին աշխատավարձը։ Տարեկան 20 պահակների համար 24 միլիոն դրամ։ Մի մասը գնում էր տրանսպորտի վրա, 5 զրահապատ մեքենա, որոնց պահպանումը վառելիքը տարեկան կազմում էր մոտավորապես 10 միլիոն դրամ։ Մի մասը գնում էր կապի հետախուզության սարքավորումների վրա, ծածկագրված ռադիոներ, հատուկ հեռախոսներ, լսագրման սարքավորումներ, տարեկան մոտավորապես 5 միլիոն դրամ։ Բայց դա միայն 49 միլիոն դրամ է։ Ուր էին գնում մնացած 20 միլիոնը։ Այս հարցը տանջում է հետաքննողներին 25 տարի։ Պաշտոնական փաստաթղթերում այդ գումարները նշված են որպես գործառնական ծախսեր, բայց ոչ ոք չգիտի, թե ինչ է իրականում նշանակում այդ տերմինը։ Նախկին ֆինանսական խորհրդականները, ովքեր աշխատել են սպարապետի մոտ, խոսում են այն մասին, որ այդ գումարները օգտագործվում էին հատուկ վճարումների համար։ Վճարումներ մարդկանց, ովքեր տրամադրում էին տեղեկություններ, վճարումներ մարդկանց, ովքեր կատարում էին հատուկ առաջադրանքներ, վճարումներ մարդկանց, ովքեր պահպանում էին գաղտնիքները։ Մի նախկին ֆինանսական խորհրդական, ով այսօր խոսում է անանուն, հիշում է մի դեպք, որը ցույց է տալիս, թե ինչպես էր աշխատում այդ համակարգը։ 1998 թվականի ձմռանը ստվերը եկավ նրա մոտ, պահանջեց պատրաստել 5 միլիոն դրամ կանխիկ, մեկ շաբաթվա ընթացքում։ Խորհրդականը հարցրեց. «Ինչի՞ համար է անհրաժեշտ այդ գումարը», բայց ստվերը պատասխանեց միայն հատուկ գործառնություն։ Խորհրդականը պատրաստեց գումարը, ստվերը վերցրեց այն մի սպայուսակում։ Մեկ շաբաթ անց ստվերը վերադարձավ, ասաց. «Գործառնությունը հաջողվեց»։ Բայց նա երբեք չբացատրեց, թե ինչ էր այդ գործառնությունը, ում էր տրվել այդ գումարը։ Այս պատմությունը ցույց է տալիս, թե ինչպես է սպարապետը օգտագործում իր ֆինանսական ռեսուրսները, ոչ միայն իր անվտանգության համար, այլ իր քաղաքական նպատակների համար։ Նա գիտեր, որ իշխանությունը պահպանելու համար անհրաժեշտ է ունենալ հավատարիմ մարդիկ, հավատարմությունը պահանջում է ներդրումներ։ Նա գիտեր, որ յուրաքանչյուր մարդ ունի իր գինը, եթե դու վճարում ես այդ գինը, դու կարող ես վստահել այդ մարդուն։ Բայց այս համակարգը ուներ մի խոշոր թերություն, այն հիմնված էր գումարի վրա, ոչ թե իդեալների վրա։ Եվ երբ գումարը դադարում է հոսել, հավատարմությունը նույնպես դադարում է։ 1999 թվականի ամռանը, երբ Հայաստանի տնտեսությունը սկսեց դժվարանալ, սպարապետի ֆինանսական ռեսուրսները նույնպես սկսեցին նվազել։ Բիզնես կառույցները, որոնք ֆինանսավորում էին նրա հատուկ ֆոնդը, սկսեցին ունենալ իրենց սեփական խնդիրները։ Դրանք չէին կարող այլս տրամադրել այնքան գումար, որքան առաջ։ Այս ֆինանսական սեղմումը ստիպեց սպարապետին կատարել դժվար ընտրություններ։ Նա պետք է որոշեր, ում վճարել, ում ոչ, ում պահպանել իր թիմում, ումից հրաժարվել։ Եվ այս ընտրությունները ստեղծեցին դժգոհություն նրա շրջապատում։ Մարդիկ, ովքեր սովոր էին ստանալ կանոնավոր վճարումներ, հանկարծ հայտնվեցին առանց եկամտի։ Մարդիկ, ովքեր կարծում էին, որ նրանք անփոխարինելի են, հանկարծ հասկացան, որ նրանք կարող են փոխարինվել։ Եվ հենց այս դժգոհությունը դարձավ այն հողը, որի վրա աճեց դավադրությունը։ Որովհետև երբ մարդիկ զգում են, որ նրանք դավաճանված են, նրանք պատրաստ են դավաճանել ի պատասխան։ Նախկին ֆինանսական խորհրդականը հիշում է, որ 1999 թվականի սեպտեմբերին ստվերը եկավ նրա մոտ, ասաց, որ հատուկ ֆոնդը պետք է կրճատվի կեսով։ Խորհրդականը հարցրեց. «Ինչպես է հնարավոր դա անել, երբ բոլոր ծախսերը արդեն նվազագույնի են հասցված»։ Ստվերը պատասխանեց. «Մենք պետք է կրճատենք վճարումները մարդկանց, ովքեր այլս անհրաժեշտ չեն»։ Խորհրդականը հարցրեց. «Ովքեր են այդ մարդիկը»։ Ստվերը տվեց նրան ցուցակ, 10 անուն, 10 մարդ, ովքեր պետք է դադարեցնեին ստանալ վճարումներ։ Այդ ցուցակում էին մարդիկ, ովքեր ծառայել էին սպարապետին տարիներ շարունակ։ Մարդիկ, ովքեր ռիսկի էին դրել իրենց կյանքը նրա համար։ Մարդիկ, ովքեր կարծում էին, որ նրանք անփոխարինելի են։ Բայց ստվերը որոշել էր, որ նրանք այլս անհրաժեշտ չեն, նրանք պետք է հեռացվեին։ Երբ այդ մարդիկ իմացան, որ նրանք այլս չեն ստանալու վճարումներ, նրանք զայրացան։ Նրանք զգացին, որ դավաճանված են։ Եվ որոշ նրանցից սկսեցին մտածել, թե ինչպես կարելի է վրեժ լուծել։
Արդյոք այդ 10 մարդկանցից մեկը դարձավ այն դավաճանը, ով փոխանցեց տեղեկությունները վտանգավորներին։ Արդյոք ֆինանսական կրճատումները դարձան այն շարժիչ ուժը, որը հանգեցրեց հոկտեմբերի 27-ին։ Այս հարցերը մնում են առանց պատասխանի, բայց մի բան հստակ է՝ գումարը, որը պետք է պահպաներ սպարապետին, վերջում դարձավ այն բանը, որը նպաստեց նրա անկմանը։ 1999 թվականի հոկտեմբերի սկզբին Երանում սկսեցին տարածվել տարօրինակ լուրեր։ Լուրեր, որոնք չէին հրապարակվում պաշտոնական լրատվամիջոցներում, այլ փոխանցվում էին բերանացի, մարդուց մարդ շուկով, զգուշությամբ։ Այդ լուրերը խոսում էին մի կնոջ մասին, ով ապրում էր Երանի արվարձաններում, ուներ հատուկ ունակություններ։ Ունակություններ տեսնելու ապագան, ունակություններ կարդալու մարդկանց ճակատագիրը, ունակություններ զգուշացնելու վտանգների մասին։ Սովորաբար այդպիսի լուրերը մնում են պարզապես բանավոր առասպելներ, բայց այս անգամ դրանք հասան Վազգեն Սարգսյանի ականջին։ Ինչպես է հնարավոր, որ երկրի վարչապետը, ռացիոնալ պրագմատիկ մարդը, հետաքրքրվի մի գուշակուհու լուրերով։ Պատասխանը կայանում է նրանում, որ սպարապետը, ով հանրության մեջ ներկայանում էր որպես ուժեղ անսասան, մասնավոր կյանքում ուներ իր վախերը կասկածները։ Նա ապրում էր մշտական սթրեսի մեջ, գիտեր, որ նրա շուրջը շատերը ցանկանում են նրա անկումը, փնտրում էր ցանկացած միջոց, որը կարող էր օգնել նրան պաշտպանվել։ Հոկտեմբերի 6-ին ուշ երեկոյան սպարապետի անձնական պահակներից մեկը ստացավ հրահանգ տանել Վազգեն Սարգսյանին մի հասցե Երանի արվարձաններում։ Պահակը զարմացավ, որովհետև այդ հասցեն չէր նշված ոչ մի պաշտոնական ծրագրում, այցը պետք է մնար բացարձակ գաղտնի։ Նրանք գնացին 2 մեքենայով, առաջինում սպարապետը 2 պահակ, երկրորդում 4 պահակ։ Նրանք հասան մի հին տուն, որը գտնվում էր նեղ փողոցում, հեռու քաղաքի կենտրոնից։ Տան դուռը բացեց մի ծեր կին, մոտավորապես 70 տարեկան, մութ հագուստով, խորը աչքերով։ Նա ոչինչ չասաց, միայն ժեստով հրավիրեց սպարապետին ներս։ Վազգեն Սարգսյանը մտավ առանձին, առանց պահակների։ Պահակները մնացին դրսում, պահպանելով տունը։ Ներսում սպարապետը նստեց մի փոքր սենյակում, որտեղ միակ լույսը գալիս էր մի մոմից։ Ծեր կինը նստեց նրա դիմացը, սկսեց խոսել։ Նա ասաց, որ տեսնում է սպարապետի շուրջը մութ ստվերներ։ Ասաց, որ այդ ստվերները մոտենում են ավելի ու ավելի մոտ։ Ասաց, որ սպարապետը պետք է շատ զգույշ լինի, որովհետև վտանգը գալիս է այնտեղից, որտեղից նա չի սպասում։ Վազգեն Սարգսյանը հարցրեց. «Ումից է գալիս վտանգը»։ Ծեր կինը պատասխանեց, որ նա չի կարող տեսնել դեմքերը, բայց տեսնում է, որ դավաճանությունը գալիս է նրա մոտ շրջապատից։ Ասաց, որ սպարապետը պետք է փոխի իր պահակները, պետք է փոխի իր երթուղիները, պետք է խուսափի հանրային տեղերից։ Ասաց, որ եթե նա չանի դա, նրա պատմությունը կավարտվի շատ շուտ։ Սպարապետը հարցրեց, երբ կլինի այդ վտանգը։ Ծեր կինը պատասխանեց, շատ շուտ, երբ աշնանը տերները կսկսեն թափվել։ Հոկտեմբերն էր, տերները արդեն սկսել էին թափվել։ Երբ Վազգեն Սարգսյանը դուրս եկավ այդ տնից, նրա դեմքը սպիտակած էր։ Պահակները նկատեցին, որ նա դողում էր, թե օդը չէր այդքան ցուրտ։ Նա նստեց մեքենայում, հրահանգեց վերադառնալ պալատ։ Ամբողջ ճանապարհի ընթացքում նա լռեց, նայում էր պատուհանից դուրս, նրա աչքերում կար ինչ-որ բան, որը պահակները երբեք չէին տեսել՝ վախ։ Հաջորդ օրը սպարապետը հրավիրեց իր ամենամոտ օգնականներին, ասաց, որ նա ուզում է ուժեղացնել անվտանգությունը։ Նա ասաց, որ ստացել է տեղեկություններ հնարավոր վտանգի մասին, պետք է վերահսկել ամեն ինչ։ Օգնականները հարցրեցին, ինչ տեղեկություններ են նա ստացել, ումից։ Սպարապետը պատասխանեց, որ դա գաղտնի է, նրանք պարզապես պետք է կատարեն նրա հրահանգները։ Բայց ինչպես կարող էր սպարապետը պատմել իր օգնականներին, որ նա այցելել է մի գուշակուհու, ստացել է զգուշացում։ Ինչպես կարող էր նա ընդունել, որ նա, ռացիոնալ պրագմատիկ մարդը, հավատում է մարգարեություններին։ Նա չէր կարող դա անել, այդ պատճառով նա պահպանեց այդ այցը գաղտնի։ Բայց գաղտնիքները չեն մնում գաղտնի երկար ժամանակ։ Պահակներից մեկը, ով ուղեկցել էր սպարապետին այդ գիշեր, պատմեց այդ այցի մասին իր ընկերներին։ Ընկերները պատմեցին ուրիշներին։ Եվ շուտով ամբողջ Երանը խոսում էր այն մասին, որ Վազգեն Սարգսյանը այցելել է գուշակուհու։ Այս լուրերը հասան ՆԱՎ վտանգավորներին։ Եվ նրանք հասկացան, որ սպարապետը սկսում է կասկածել ինչ-որ բան։ Նրանք հասկացան, որ եթե նրանք ուզում են գործել, նրանք պետք է անեն դա շուտ, մինչ սպարապետը ուժեղացնի իր անվտանգությունը այնքան, որ դառնա անհասանելի։ Հոկտեմբերի 12-ին վտանգավորները հավաքվեցին գաղտնի հանդիպման։
Նրանք քննարկեցին, թե ինչպես երբ գործել։ Նրանք որոշեցին, որ ամենաանվտանգ վայրը կլինի ազգային ժողովի շենքը, որտեղ սպարապետը կգա առանց իր ամբողջ անվտանգության թիմի։ Նրանք որոշեցին, որ ամենահարմար ժամանակը կլինի հոկտեմբերի 27-ը, երբ կառավարությունը կներկայանա ազգային ժողովում հարցման նիստի համար։ Բայց նրանք հասկանում էին, որ նրանք չեն կարող ինքնուրույն կատարել այդ գործողությունը։ Նրանք պետք է գտնեին մարդու, ով կկատարի այն։ Մարդու, ով ունի իր սեփական պատճառները ատելու համակարգը։ Մարդու, ով պատրաստ է զոհաբերել իր կյանքը վրեժի համար։ Եվ նրանք գտան այդ մարդուն։ Բայց մինչ մենք խոսենք այդ մարդու մասին, եկեք վերադառնանք այն ծեր կնոջը, ով զգուշացրեց սպարապետին։ Ով էր նա իրականում։ Արդյոք նա իսկապես ուներ հատուկ ունակություններ, թե՞ նա պարզապես խելացի կին էր, ով հասկանում էր քաղաքական իրավիճակը։ Եվ ամենակարևորը, ով էր ուղարկել սպարապետին նրա մոտ։ Այս հարցերը մնում են առանց պատասխանի, որովհետև այդ ծեր կինը անհետացավ անմիջապես հոկտեմբերի 27-ից հետո։ Նրա տունը գտնվեց դատարկ, ոչ ոք չգիտեր, թե ուր գնաց նա։ Որոշ մարդիկ ասում են, որ նա մահացավ բնական մահով։ Ուրիշներ ասում են, որ նա հեռացավ Հայաստանից։ Իսկ երրորդները ասում են, որ նա երբեք չի էլ եղել, որ ամբողջ պատմությունը հորինված է։ Բայց պահակները, ովքեր ուղեկցեցին սպարապետին այդ գիշեր, պնդում են, որ այդ կինը իրական էր։ Նրանք հիշում են նրա դեմքը, հիշում են նրա ձայնը, հիշում են, թե ինչպես սպարապետը դուրս եկավ այդ տնից սպիտակած դեմքով։ Արդյոք այդ ծեր կինը իսկապես տեսավ ապագան։ Արդյոք նրա զգուշացումը կարող էր փրկել սպարապետին, եթե նա վերցներ այն ավելի լուրջ։ Եվ արդյոք այդ այցը եղավ վերջին փորձը զգուշացնելու Վազգեն Սարգսյանին, որ նրա ժամանակը սպառվում է։ Պատկերացրեք խումբ 12 մարդկանց, ովքեր հավաքվում են ամեն երկուշաբթի երեկոյան մի անվտանգ տանը Երանի կենտրոնում։ Նրանք չեն ընկերներ, չեն ազգականներ, բայց նրանք կապված են ինչ-որ բանով, որը ավելի ուժեղ է, քան արյունակցությունը։ Այս 12 մարդիկ գիտեն ամեն ինչ Վազգեն Սարգսյանի մասին, յուրաքանչյուր գաղտնի հանդիպում, յուրաքանչյուր ֆինանսական գործարք, յուրաքանչյուր անձնական խոսակցություն։ Նրանք են այն մարդիկը, ում սպարապետը վստահում էր ավելի, քան իր ընտանիքին։ Բայց 1999 թվականի հոկտեմբերի 15-ին, երբ այդ 12 մարդիկ հավաքվեցին իրենց սովորական հանդիպման համար, նրանք պետք է կատարեին ընտրություն, որը կփոխեր Հայաստանի պատմությունը։ Ընտրություն մնալ հավատարիմ սպարապետին, ռիսկի դնել իրենց կյանքը, թե՞ փրկել իրենց ընտանիքները, դավաճանել այն մարդուն, ով տվել էր իրենց ամեն ինչ։ Ինչու այդ 12 մարդկանցից 7-ը ընտրեցին երկրորդ տարբերակը։ Ինչով էին սպառնում նրանց, որ նրանք պատրաստ էին դավաճանել իրենց ղեկավարին։ Եվ ամենակարևորը, ով էր այն մարդը, ով կազմակերպեց այդ հանդիպումը, համոզեց նրանց, որ դավադրությունը միակ ելքն է։ Այդ երեկոյան հանդիպումը տեղի ունեցավ ոչ թե սովորական անվտանգ տանը, այլ մի նոր վայրում, տանը, որը պատկանում էր ԱԱԾ-ի բարձրաստիճան սպաներից մեկին։ 12 մարդիկ եկան մեկական, տարբեր ժամերի, տարբեր մեքենաներով, որպեսզի ոչ ոք չկասկածի։ Երբ նրանք բոլորը հավաքվեցին, սենյակ մտավ մի մարդ, ում նրանք երբեք չէին տեսել։ Բարձրահասակ, մոտավորապես 50 տարեկան, մոխրագույն մազերով, սառը աչքերով։ Նա չներկայացավ, չասաց իր անունը, բայց նրա ներկայությունը լցրեց սենյակը լարվածությամբ։ Այդ անծանոթ մարդը սկսեց խոսել։ Նա ասաց, որ Վազգեն Սարգսյանը պատրաստվում է իրականացնել մաքրում, որը կոչնչացնի ոչ միայն ԱԱԾ-ի ղեկավարությունը, այլ բոլոր նրանց, ովքեր կապված են այդ համակարգի հետ։ Նա ասաց, որ սպարապետի ցուցակում կան 15 անուն, այդ 15 մարդկանցից 7-ը գտնվում են այս սենյակում։ Նա ասաց, որ եթե մաքրումը տեղի ունենա, այդ 7 մարդիկ կկորցնեն ամեն ինչ, իրենց աշխատանքը, իրենց կարիերան, իրենց ազատությունը։ Եվ ավելի վատը, նրանց ընտանիքները կմնան առանց պաշտպանության, առանց եկամտի, առանց ապագայի։ 12 մարդիկ լսում էին լռությամբ։ Որոշները դողում էին, որոշները փորձում էին պահպանել հանգստություն, բայց բոլորը հասկանում էին, որ այն, ինչ ասվում է, ճշմարտություն է։ Նրանք գիտեին սպարապետի ծրագրերի մասին, գիտեին, որ մաքրումը իրական է, գիտեին, որ եթե դա տեղի ունենա, նրանցից շատերը կանհետանան քաղաքական դաշտից։ Անծանոթ մարդը շարունակեց։ Նա ասաց, որ կա միակ ելք՝ կանխելը մաքրումը նախքան այն սկսվելը։ Նա ասաց, որ եթե սպարապետը չլինի, մաքրումը չի տեղի ունենա։ Նա ասաց, որ նրանք պետք է ընտրեն կամ իրենց ընտանիքները, կամ իրենց հավատարմությունը։
Եվ նա ասաց, որ ժամանակը սպառվում է, որովհետև մաքրումը պլանավորված է հոկտեմբերի վերջին։ Սենյակում տիրեց լռություն։ 12 մարդիկ նայում էին միմյանց, փորձելով հասկանալ, թե ինչ են մտածում մյուսները։ Որոշները ուզում էին բողոքել, ուզում էին ասել, որ նրանք չեն կարող դավաճանել սպարապետին։ Բայց նրանք նա մտածում էին իրենց երեխաների մասին, իրենց կանանց մասին, իրենց ծնողների մասին։ Նրանք մտածում էին, թե ինչ կլինի այդ մարդկանց հետ, եթե նրանք ընտրեն հավատարմությունը կորցնեն ամեն ինչ։ Անծանոթ մարդը տվեց նրանց մեկ շաբաթ որոշելու համար։ Նա ասաց, որ նրանք պետք է պատասխանեն մինչ հոկտեմբերի 22-ը։ Նա ասաց, որ եթե նրանք համաձայնվեն համագործակցել, նրանց ընտանիքները կպաշտպանվեն, նրանց կարիերաները կպահպանվեն, նրանք կստանան նոր դիրքեր նոր համակարգում։ Բայց եթե նրանք մերժեն, նրանք կմնան առանց պաշտպանության, երբ մաքրումը սկսվի։ Երբ անծանոթ մարդը հեռացավ, 12 մարդիկ մնացին սենյակում, լցված վախով, կասկածներով։ Նրանք սկսեցին քննարկել, թե ինչ անել։ 5 մարդ անմիջապես ասացին, որ նրանք երբեք չեն դավաճանի սպարապետին։ Նրանք ասացին, որ նրանք պատրաստ են ընդունել հետանքները, բայց չեն կարող ապրել դավաճանության մեղքով։ Բայց մյուս 7-ը լռեցին։ Նրանք չասացին այո, բայց նա չասացին ոչ։ Նրանք ասացին, որ իրենք պետք է մտածեն, պետք է խորհրդակցեն իրենց ընտանիքների հետ, պետք է գնահատեն իրավիճակը։ Այդ 7 մարդիկ հեռացան այդ հանդիպումից, իրենց սրտերում կրելով ծանրագույն բեռը։ Նրանք գիտեին, որ ինչ էլ որոշեն, նրանք կկորցնեն ինչ-որ բան։ Եթե ընտրեն հավատարմությունը, նրանք կկորցնեն իրենց ապագան։ Եթե ընտրեն դավադրությունը, նրանք կկորցնեն իրենց պատիվը։ Հաջորդ օրերի ընթացքում այդ 7 մարդիկ ապրեցին իրենց կյանքի ամենադժվար պահերը։ Նրանք չէին կարող քնել, չէին կարող ուտել, չէին կարող կենտրոնանալ իրենց աշխատանքի վրա։ Նրանք մտածում էին միայն մի բանի մասին՝ ինչ ընտրել։ Որոշները խորհրդակցեցին իրենց կանանց հետ, կանայք ասացին՝ փրկիր ընտանիքը։ Որոշները խորհրդակցեցին իրենց ծնողների հետ, ծնողները ասացին՝ մենք չենք ուզում, որ դու գնաս բանտ։ Եվ որոշները խորհրդակցեցին իրենց երեխաների հետ, երեխաները, չհասկանալով իրավիճակի լրջությունը, ասացին՝ հայրիկ, մենք ուզում ենք, որ դու միշտ մեզ հետ լինես։ Հոկտեմբերի 22-ին, վերջնաժամկետի օրը, 7 մարդիկ հավաքվեցին կրկին։ Այս անգամ առանց մյուս 5-ի, ովքեր ընտրել էին հավատարմությունը։ Անծանոթ մարդը հարցրեց նրանց, ինչ են որոշել։ 7 մարդիկ նայեցին միմյանց, մեկը ամենատարեցը, ասաց, մենք համաձայն ենք համագործակցել, բայց մենք ուզում ենք երաշխիքներ։ Անծանոթ մարդը ժպտաց ասաց, երաշխիքները կստանաք, երբ գործողությունը ավարտվի։ Այդ 7 մարդիկ դարձան դավաճանները, ովքեր փոխանցեցին վտանգավորներին ամբողջ տեղեկությունը սպարապետի ծրագրերի, նրա երթուղիների, նրա անվտանգության համակարգի մասին։ Նրանք դարձան այն մարդիկը, ովքեր հնարավոր դարձրին հոկտեմբերի 27-ի ողբերգությունը։ Բայց արդյոք նրանք իսկապես ստացան այն երաշխիքները, որոնք նրանց խոստացվել էին։ Արդյոք նրանց ընտանիքները իսկապես պաշտպանվեցին։ Եվ արդյոք նրանք կարող են ապրել այն գիտակցությամբ, որ իրենց ընտրությունը հանգեցրեց տասնյակ մարդկանց մահվան։ Երբ Վազգեն Սարգսյանը արթնանում էր ամեն առավոտ, նրա առաջին գործողությունը չէր լուրեր կարդալը կամ աշխատանքային փաստաթղթեր ստուգելը։ Նրա առաջին գործողությունը վերցնելն էր փոքրիկ դեղատուփը, որը պահվում էր նրա գիշերային սեղանի դարակում, ընդունելն էր 3 տարբեր դեղահատ։ Մեկը սրտի համար, մեկը ճնշման համար, մեկը գլխացավի համար։ Այս ռիտուալը դարձել էր նրա առօրյայի մաս 1998 թվականից սկսած, բայց 1999 թվականին դեղերի քանակը աճել էր մինչ 7 տարբեր տեսակ։ 7 դեղահատ ամեն առավոտ, 5 դեղահատ ամեն երեկո, երբեմն լրացուցիչ դեղեր օրվա ընթացքում, երբ ցավերը դառնում էին անտանելի։ Սա էր իրականությունը, որը սպարապետը թաքցնում էր բոլորից, նույնիսկ իր ամենամոտ մարդկանցից։ Բայց ինչպես կարող էր մարդը, ով ղեկավարում էր երկիրը, ով կայացնում էր կյանքի մահվան որոշումներ, ով պահպանում էր իր ուժեղ պատկերը հանրության առջ, լինել այդքան կախված դեղերից։ Ինչպես կարող էր նա թաքցնել իր իրական առողջական վիճակը, երբ յուրաքանչյուր օր դառնում էր պայքար իր սեփական մարմնի դեմ։ Անձնական բժիշկը, ով այսօր խոսում է անանուն, հիշում է մի դեպք, որը տեղի ունեցավ 1999 թվականի օգոստոսին։ Սպարապետը պետք է ելույթ ունենար ազգային ժողովում, կառոր օրենքի քննարկման ժամանակ։ Բայց այդ առավոտ նա արթնացավ այնպիսի ուժեղ գլխացավով, որ չէր կարող բարձրանալ անկողնուց։
Բժիշկը եկավ անմիջապես տեսավ, որ սպարապետի դեմքը սպիտակ է, ճակատը ծածկված է քրտինքով, նա գրեթե չի կարող բացել աչքերը լույսի պատճառով։ Բժիշկը ասաց, որ Սարգսյանը պետք է մնա անկողնում, պետք է հանգստանա, պետք է չգնա ազգային ժողով։ Բայց սպարապետը մերժեց։ Նա ասաց, եթե ես չգնամ, մարդիկ կսկսեն խոսել, որ ես հիվանդ եմ, եթե նրանք իմանան, որ ես հիվանդ եմ, ես կկորցնեմ իմ ուժը։ Բժիշկը տվեց նրան ուժեղ ցավազրկող, այնպիսին, որը սովորաբար տրվում է միայն հիվանդանոցներում։ Նա ասաց սպարապետին, որ այդ դեղը կօգնի նրան 2 ժամ, բայց հետո ցավը կվերադառնա ավելի ուժեղ։ Սարգսյանը ընդունեց դեղը, սպասեց 20 րոպե, մինչ այն սկսեց գործել, ապա բարձրացավ անկողնուց։ Նա հագնվեց, նայեց հայելուն, փորձեց ժպտալ, պրակտիկա անելով այն դեմքը, որը նա ցույց կտար հանրությանը։ Երբ նա դուրս եկավ իր սենյակից, ոչ ոք չէր կարող ասել, որ նա հիվանդ է։ Նա քայլում էր ուղիղ, խոսում էր վստահ, նրա դեմքը ցույց էր տալիս ուժ։ Բայց բժիշկը գիտեր ճշմարտությունը։ Նա գիտեր, որ սպարապետի մարմինը քայքայվում է ներսից, գիտեր, որ դեղերը միայն ժամանակավորապես թաքցնում են ախտանիշները, բայց չեն բուժում հիվանդությունը։ Եվ նա գիտեր, որ եթե Սարգսյանը շարունակի այդպես, նրա առողջական վիճակը կվատանա մինչ այն կետը, երբ ոչ մի դեղ չի կարող օգնել։ 1999 թվականի սեպտեմբերին բժիշկը նկատեց նոր ախտանիշ, որը նրան սարսափեցրեց ավելի, քան ցանկացած այլ բան։ Սպարապետը սկսեց ունենալ հիշողության խնդիրներ։ Ոչ լուրջ, ոչ այնպես, որ մարդիկ կնկատեին, բայց բավարար, որպեսզի բժիշկը հասկանա, որ ինչ-որ բան լուրջ է տեղի ունենում։ Սարգսյանը սկսեց մոռանալ անուններ, մարդկանց անուններ, ում նա ճանաչում էր տարիներ շարունակ։ Նա սկսեց մոռանալ հանդիպումներ, կարևոր հանդիպումներ, որոնք նա ինքը էր նշանակել։ Եվ նա սկսեց մոռանալ խոսակցություններ, որոնք տեղի էին ունեցել միայն մի քանի ժամ առաջ։ Բժիշկը հասկացավ, որ սա կարող է լինել նշան ուղեղի լուրջ խնդրի։ Նա հասկացավ, որ սպարապետը անհապաղ պետք է անցնի ամբողջական բժշկական զննում, ներառյալ ուղեղի սկանավորում։ Բայց երբ նա առաջարկեց դա Սարգսյանին, սպարապետը բարկացավ։ Նա ասաց, դու ուզում ես, որ ես գնամ հիվանդանոց, որտեղ բոլորը կտեսնեն ինձ, հաջորդ օրը ամբողջ երկիրը կխոսի, որ վարչապետը հիվանդ է։ Դու ուզում ես ոչնչացնել ինձ։ Բժիշկը փորձեց բացատրել, որ նա կարող է կազմակերպել գաղտնի զննում, առանց որևէ մեկի իմացության, բայց սպարապետը մերժեց։ Նա ասաց, ես չեմ վստահում ոչ ոքի։ Եթե ես գնամ հիվանդանոց, տեղեկությունը կարող է արտահոսել, ես կկորցնեմ ամեն ինչ։ Այս մերժումը ցույց էր տալիս, թե որքան խորն էր սպարապետի պարանոյան։ Նա այլևս չէր վստահում նույնիսկ բժշկական համակարգին, չէր վստահում, որ նրա առողջական տեղեկությունները կմնան գաղտնի։ Եվ այս անվստահությունը ստիպեց նրան մերժել բուժումը, որը կարող էր փրկել նրա կյանքը։ Հոկտեմբերի սկզբին բժիշկը նկատեց, որ սպարապետի ձեռքերը սկսել են դողալ։ Ոչ միշտ, ոչ ուժեղ, բայց երբեմն, երբ Սարգսյանը փորձում էր գրել կամ բռնել ինչ-որ բան, նրա ձեռքերը թեթակի դողում էին։ Սա էր մեկ նշան, որ նրա նյարդային համակարգը տուժում էր։ Բժիշկը գիտեր, որ դողը կարող է լինել բազմաթիվ հիվանդությունների ախտանիշ, սկսած սթրեսից մինչ ավելի լուրջ նյարդաբանական խնդիրներ։ Բայց առանց համապատասխան զննման նա չէր կարող որոշել ճշգրիտ պատճառը։ Հոկտեմբերի 19 օրը բժիշկը վերջին անգամ փորձեց համոզել սպարապետին անցնել բժշկական զննում։ Նա ասաց, եթե դուք չանցնեք զննում հիմա, կարող է լինել ուշ։ Սարգսյանը նայեց նրան երկար, նրա աչքերում բժիշկը տեսավ ինչ-որ բան, որը նա երբեք չէր տեսել, հուսահատություն։ Սպարապետը ասաց, ես գիտեմ, որ ինչ-որ բան սխալ է իմ հետ։ Ես զգում եմ դա ամեն օր։ Բայց ես չեմ կարող թույլ տալ, որ մարդիկ իմանան։ Ես պետք է ավարտեմ այն, ինչ սկսել եմ, հետո, միայն հետո ես կանցնեմ բուժում։ Բժիշկը հասկացավ, որ նա չի կարող փոխել սպարապետի որոշումը։ Նա հասկացավ, որ Սարգսյանը ընտրել է իր քաղաքական նպատակները իր առողջությունից ավելի կարևոր համարել։ Եվ նա հասկացավ, որ այս ընտրությունը կարող է արժանալ սպարապետին նրա կյանքը։ Հոկտեմբերի 26-ին, սպարապետի վերջին գիշերը, բժիշկը տվեց նրան սովորական դեղերը։ Բայց այս անգամ նա տվեց լրացուցիչ դեղ, ուժեղ հանգստացնող, որը պետք է օգներ Սարգսյանին քնել։ Սպարապետը ընդունեց բոլոր դեղերը, ասաց բժշկին, շնորհակալություն, որ միշտ եղել ես ինձ հետ։ Այդ խոսքերը հնչեցին որպես հրաժեշտ, թե ոչ ոք չգիտեր, որ դա իսկապես հրաժեշտ է։
Հաջորդ օրը, հոկտեմբերի 27-ին, երբ բժիշկը լսեց լուրերը ազգային ժողովում տեղի ունեցածի մասին, նա անմիջապես հասկացավ, որ սպարապետի առողջական վիճակը կարող էր դեր խաղալ այդ ողբերգության մեջ։ Նա հասկացավ, որ եթե Սարգսյանը լիներ առողջ, նա կարող էր արագ արձագանքել, կարող էր փախչել, կարող էր պաշտպանվել։ Բայց նրա թուլացած մարմինը, նրա դեղերից կախվածությունը, նրա հիշողության խնդիրները, այս ամենը դարձրեց նրան ավելի խոցելի։ Արդյոք վտանգավորները գիտեին սպարապետի իրական առողջական վիճակի մասին։ Արդյոք նրանք օգտագործեցին այդ տեղեկությունը իրենց պլանավորման մեջ։ Եվ արդյոք բժիշկը, ով տրամադրեց այդ տեղեկությունը ստվերին, կրում է մասնակի պատասխանատվություն այն ողբերգության համար, որը տեղի ունեցավ։ Պատկերացրեք սեյֆ, որը պահպանվում է երկու տարբեր ծածկագրերով, որը գտնվում է ազգային ժողովի շենքի ամենապաշտպանված սենյակում, որի բովանդակությունը գիտեն միայն 3 մարդ։ Այս սեյֆում Վազգեն Սարգսյանը պահպանում էր փաստաթղթեր, որոնք կարող էին փոխել Հայաստանի պատմությունը։ Փաստաթղթեր, որոնք պարունակում էին ապացույցներ կոռուպցիայի, դավադրության, օտար միջամտության մասին։ Փաստաթղթեր, որոնք կարող էին ուղարկել բանտ տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների, կարող էին ոչնչացնել քաղաքական կարիերաներ, կարող էին բացահայտել գաղտնիքներ, որոնք պահվել էին տասնամյակներ շարունակ։ Բայց հոկտեմբերի 27-ի առավոտյան, երբ անվտանգության սպաները բացեցին այդ սեյֆը, նրանք գտան, որ ամենակարևոր փաստաթղթերը, այն կարմիր թղթապանակը, որի մասին բոլորը խոսում էին, անհետացել է։ Ո՞վ էր վերցրել այն։ Երբ էր դա տեղի ունեցել։ Եվ ամենակարևորը, ինչու հենց այդ փաստաթղթերը, ոչ թե մյուսները, որոնք նույնպես արժեքավոր էին։ Անվտանգության ծառայության արխիվներում պահպանված փաստաթղթերը ցույց են տալիս, որ այդ սեյֆը վերջին անգամ բացվել է հոկտեմբերի 26-ի երեկոյան, ժամը 11-ին։ Ո՞վ էր բացել այն։ Պաշտոնական գրանցամատյանում նշված է, որ սեյֆը բացել է սպարապետի անձնական օգնականներից մեկը, մարդ, ում մենք կանվանենք օգնականը։ Այս մարդը ծառայել էր Սարգսյանին 10 տարի, ուներ անսահման վստահություն, նրան տրված էր մուտքի իրավունք գրեթե բոլոր գաղտնի փաստաթղթերին։ Բայց ինչու էր նա բացել սեյֆը այդ ուշ ժամին։ Ինչ էր նա փնտրում։ Եվ ինչու նա վերցրեց հենց այն կարմիր թղթապանակը։ Հետաքննողները, ովքեր աշխատեցին այս գործի վրա հոկտեմբերի 27-ից հետո, փորձեցին գտնել օգնական այն հարցաքննելու համար։ Բայց նրանք հայտնաբերեցին, որ այդ մարդը անհետացել է։ Նա չեկավ աշխատանք հոկտեմբերի 27-ին, չպատասխանեց հեռախոսազանգերին, նրա բնակարանը գտնվեց դատարկ։ Նրա ընտանիքը, կինը, 2 երեխաները նույնպես անհետացել էին։ Կարծես նրանք պլանավորել էին այդ անհետացումը շատ ավելի վաղ, կարծես նրանք գիտեին, որ ինչ-որ բան պատրաստվում է տեղի ունենալ։ Բայց ով օգնեց օգնական այն անհետանալ այդքան արագ արդյունավետ։ Ով ապահովեց նրա ընտանիքի անվտանգությունը։ Եվ ուր են նրանք այսօր, 35 տարի անց։ Նախկին անվտանգության սպաները, ովքեր աշխատում էին ազգային ժողովի շենքում, հիշում են, որ հոկտեմբերի 26-ի երեկոյան օգնական ան եկավ շենք ուշ, ժամը 10-ից հետո։ Սա անսովոր էր, որովհետև սովորաբար բոլոր աշխատակիցները հեռանում էին մինչ ժամը 9։ Բայց օգնական ան ասաց պահակներին, որ նա պետք է վերցնի կարևոր փաստաթղթեր սպարապետի համար, ով պատրաստվում էր հաջորդ օրվա հարցման նիստին։ Պահակները թույլ տվեցին նրան մտնել, որովհետև նա ուներ բոլոր անհրաժեշտ թույլտվությունները։ Օգնական ան մտավ սպարապետի աշխատասենյակ, անմիջապես գնաց դեպի սեյֆը։ Նա մուտքագրեց 2 ծածկագրերը, որոնք գիտեին միայն սպարապետը, նրա ամենամոտ օգնականը, անվտանգության ծառայության ղեկավարը։ Սեյֆը բացվեց, օգնական ան սկսեց փնտրել ինչ-որ բան։ Նա անտեսեց բոլոր մյուս փաստաթղթերը, ֆինանսական զեկույցները, դիվանագիտական նամակները, անձնական նամակագրությունը։ Նա փնտրում էր միայն մեկ բան, այն կարմիր թղթապանակը։ Երբ նա գտավ այն, նա արագ վերցրեց դրեց իր պայուսակի մեջ։ Նա փակեց սեյֆը, ստուգեց, որ ամեն ինչ կարգին է, հեռացավ շենքից։ Ամբողջ գործողությունը տեց 15 րոպե։ Պահակները, ովքեր տեսան նրան դուրս գալիս, չնկատեցին ոչինչ անսովոր։ Նրանք պարզապես մտածեցին, որ նա վերցրել է այն փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ էին սպարապետին։ Բայց օգնական ան չտարավ այդ թղթապանակը սպարապետին։ Նա տարավ այն մի այլ վայր, որտեղ սպասում էին նրան մարդիկ, ովքեր շատ հետաքրքրված էին այդ փաստաթղթերով։ Մարդիկ, ովքեր պատրաստ էին վճարել մեծ գումար այդ տեղեկության համար։ Մարդիկ, ովքեր ուզում էին համոզվել, որ այդ ապացույցները երբեք չեն հրապարակվի։ Ո՞վ էին այդ մարդիկը։
Արդյոք նրանք էին վտանգավորները, ում սպարապետը պատրաստվում էր մաքրել։ Արդյոք նրանք էին այն մարդիկը, ովքեր պլանավորեցին հոկտեմբերի 27-ի ողբերգությունը։ Հետաքննողները երբեք չկարողացան պատասխանել այս հարցերին, որովհետև օգնական Անն անհետացավ, նրա հետ միասին անհետացավ նա այն կարմիր թղթապանակը։ Բայց մի բան հստակ է, այդ թղթապանակի անհետացումը չէր պատահական։ Դա էր պլանավորված գործողություն, որը կատարվեց հենց ճիշտ ժամանակին, մի օր առաջ ողբերգությունից։ Բայց ինչ էր պարունակում այդ կարմիր թղթապանակը։ Ինչպիսի ապացույցներ էին այնտեղ, որ դրանք պետք է անհետանային այդքան շտապ։ Նախկին անվտանգության սպաները, ովքեր տեսել են այդ թղթապանակը մինչ նրա անհետացումը, պատմում են, որ այն պարունակում էր 3 տեսակի փաստաթղթեր։ Առաջին լսագրություններ գաղտնի հանդիպումների, որտեղ բարձրաստիճան պաշտոնյաներ քննարկում էին, թե ինչպես կարելի է խոչընդոտել սպարապետի ծրագրերին։ Երկրորդ, ֆինանսական փաստաթղթեր, որոնք ցույց էին տալիս կապեր օտարերկրյա կազմակերպությունների հետ ապօրինի գումարների փոխանցումներ։ Երրորդ, անձնական նամակներ հուշագրություններ, որոնք բացահայտում էին գաղտնի համաձայնություններ դավադրություններ։ Եթե այդ փաստաթղթերը հրապարակվեին, դրանք կարող էին ոչնչացնել տասնյակ քաղաքական կարիերաներ, կարող էին հանգեցնել քրեական հետաքննությունների, կարող էին փոխել Հայաստանի քաղաքական լանդշաֆտը։ Բայց դրանք երբեք չհրապարակվեցին, որովհետև դրանք անհետացան հոկտեմբերի 26-ի երեկոյան։ Արդյոք օգնական Ան գործեց միայնակ, թե նա մաս էր ավելի մեծ դավադրության։ Արդյոք նա դավաճանեց սպարապետին գումարի համար, թե նրան սպառնացին ստիպեցին անել դա։ Եվ ամենակարևորը, ուր է այդ կարմիր թղթապանակը այսօր, արդյոք այն դեռ գոյություն ունի, թե ոչնչացվել է ընդմիշտ։ Այս հարցերը մնում են առանց պատասխանի 35 տարի։ Բայց մի բան հստակ է, այդ թղթապանակի անհետացումը եղավ վճռական պահ, որը հնարավոր դարձրեց հոկտեմբերի 27-ի ողբերգությունը։ Որովհետև առանց այդ ապացույցների սպարապետը կորցրեց իր ամենաուժեղ զենքը, որը կարող էր պաշտպանել նրան իր թշնամիներից։ Եվ երբ այդ զենքը անհետացավ, սպարապետը մնաց անպաշտպան, պատրաստ դառնալ իր թշնամիների զոհը։ Երբ մարդ, ով 10 տարի ծառայել է քեզ, ով գիտի քո բոլոր գաղտնիքները, ով ներկա է եղել քո ամենակարևոր հանդիպումներին, հանկարծ մի օր գալիս է քո մոտ ասում. «Ես ուզում եմ խոսել քեզ հետ առանձին, դու պետք է իմանաս, որ ինչ-որ բան փոխվել է»։ 1999 թվականի հոկտեմբերի 21-ին, 6 օր առաջ ողբերգությունից, Վազգեն Սարգսյանի անձնական պահակներից մեկը, ում մենք կանվանենք Պահակ Բ, խնդրեց անձնական հանդիպում սպարապետի հետ։ Այս մարդը ծառայել էր Սարգսյանին դեռ Արցախյան պատերազմի օրերից, փրկել էր նրա կյանքը 2 անգամ, սպարապետը վստահում էր նրան անսահման։ Բայց այդ օրը, երբ Պահակ Բ-ն մտավ սպարապետի աշխատասենյակ, նրա դեմքը ցույց էր տալիս ինչ-որ բան, որը Սարգսյանը երբեք չէր տեսել այդ մարդու մեջ՝ վախ։ Ինչ էր այդ Պահակը պատրաստվում ասել, որ նա այդքան վախենում էր։ Ինչ գիտեր նա, որ կարող էր փոխել ամեն ինչ։ Եվ ինչու նա սպասեց այդքան ուշ, 6 օր առաջ ողբերգությունից, պատմելու ճշմարտությունը։ Պահակ Բ-ն նստեց սպարապետի դիմացը, սկսեց խոսել դանդաղ, ընտրելով յուրաքանչյուր բառ զգուշությամբ։ Նա ասաց, որ վերջին 2 շաբաթվա ընթացքում նա նկատել է տարօրինակ բաներ։ Մարդիկ, ում նա ճանաչում է տարիներ շարունակ, սկսել են վարվել այլ կերպ։ Նրանք խուսափում են նրա հայացքից, խոսում են շշուկով, երբ նա մոտենում է, անմիջապես լռում են։ Նա ասաց, որ 3 հոկտեմբերի 20-ին նա պատահաբար լսել է 2 պահակների խոսակցությունը։ Նրանք խոսում էին այն մասին, որ շուտով ամեն ինչ կփոխվի, որ մենք պետք է պատրաստ լինենք, որ նրանք խոստացել են մեզ պաշտպանել։ Վազգեն Սարգսյանը լսում էր ուշադիր, նրա դեմքը դանդաղ սպիտակում էր։ Նա հարցրեց. ով են նրանք, ովքեր խոստացել են պաշտպանել։ Պահակ Բ-ն պատասխանեց, որ նա չգիտի, բայց նա կասկածում է, որ դա կապված է այն մարդկանց հետ, ում սպարապետը պատրաստվում էր մաքրել։ Նա ասաց, որ նա կարծում է, որ որոշ պահակներ համագործակցում են վտանգավորների հետ, որ նրանք կարող են լինել մաս դավադրության։ Սպարապետը հարցրեց. քանի հոգի։ Պահակ Բ-ն պատասխանեց. ես վստահ չեմ, բայց ես կարծում եմ առնվազն 5 հոգի ձեր 20 հոգանոց թիմից։ 5 հոգի, դա քառորդն էր ամբողջ անվտանգության թիմի։ 5 հոգի, ովքեր կարող էին բացել դռները, կարող էին անջատել տեսախցիկները, կարող էին ապահովել, որ ինչ-որ մեկը հասնի սպարապետին առանց խոչընդոտների։ Վազգեն Սարգսյանը նստեց լռությամբ մի քանի րոպե։ Նա մտածում էր, թե ինչ անել։
Նա կարող էր անմիջապես հեռացնել այդ 5 պահակներին, բայց դա կարող էր զգուշացնել վտանգավորներին, որ նրանց պլանը բացահայտվել է։ Նա կարող էր ուժեղացնել անվտանգությունը, բայց դա կարող էր ստեղծել պանիկա ցույց տալ, որ նա վախենում է։ Կամ նա կարող էր շարունակել գործել այնպես, կարծես ոչինչ չգիտի, փորձել բռնել դավաճաններին գործի վրայով։ Սպարապետը ընտրեց երրորդ տարբերակը։ Նա ասաց պահակ B-ին, շարունակիր հետել նրանց, բայց մի ցույց տուր, որ դու կասկածում ես ինչ-որ բան։ Ես ուզում եմ իմանալ, թե երբ ինչպես նրանք պատրաստվում են գործել։ Պահակ B-ն համաձայնեց, բայց նա ասաց, սպարապետ, ես կարծում եմ, որ դուք պետք է չգնաք ազգային ժողով հաջորդ շաբաթ։ Ես զգում եմ, որ ինչ-որ բան վատ է պատրաստվում։ Բայց Վազգեն Սարգսյանը մերժեց այդ խորհուրդը։ Նա ասաց, եթե ես չգնամ, նրանք կհասկանան, որ ես վախենում եմ, դա կտա նրանց ավելի շատ ուժ։ Ես պետք է ցույց տամ, որ ես վախ չունեմ, որ ես վերահսկում եմ իրավիճակը։ Այս որոշումը եղավ սպարապետի վերջին սխալը, որը արժեցավ նրան կյանքը։ Հաջորդ 5 օրերի ընթացքում պահակ B-ն հետեց կասկածելի պահակներին։ Նա նկատեց, որ նրանք հանդիպում են գիշերները, խոսում են հեռախոսով ծածկագրված լեզվով, ստանում են հրահանգներ ինչ-որ մեկից, ում նա չէր կարող նույնականացնել։ Նա զեկուցեց այս ամենը սպարապետին, բայց Սարգսյանը որոշեց սպասել մինչ հոկտեմբերի 27-ը, հարցման նիստի օրը։ Նա մտածեց, որ եթե դավաճանները պատրաստվում են գործել, նրանք կանեն դա այդ օրը, նա կկարողանա բռնել նրանց գործի վրայով։ Բայց սպարապետը չգիտեր, որ դավադրությունը շատ ավելի խորն էր, քան նա կարծում էր։ Նա չգիտեր, որ դավաճանները չէին միայն նրա պահակներից 5 հոգի, այլ նա մարդիկ ազգային ժողովի ներսում, մարդիկ անվտանգության ծառայությունում, մարդիկ, ում նա երբեք չէր կասկածի։ Եվ նա չգիտեր, որ այն մարդը, ով պատրաստվում էր կատարել վերջնական գործողությունը, արդեն ներս էր ազգային ժողովի շենքում, սպասելով իր պահին։ Հոկտեմբերի 27-ի առավոտյան, երբ Վազգեն Սարգսյանը պատրաստվում էր գնալ ազգային ժողով, պահակ B-ն վերջին անգամ փորձեց համոզել նրան չգնալ։ Նա ասաց, սպարապետ, ես աղաչում եմ ձեզ, մի գնաք այսօր։ Ես զգում եմ, որ ինչ-որ բան սխալ է։ Բայց Սարգսյանը միայն ժպտաց ասաց, մի անհանգստացիր, ամեն ինչ կարգին կլինի։ Դու կլինես ինձ հետ, ես գիտեմ, որ դու կպաշտպանես ինձ։ Այդ խոսքերը եղան վերջին խոսքերը, որ սպարապետը ասաց պահակ B-ին նախքան նրանք մեկնելը դեպի ազգային ժողով։ Եվ երբ ողբերգությունը տեղի ունեցավ, պահակ B-ն փորձեց պաշտպանել սպարապետին, բայց նա չկարողացավ։ Որովհետև դավաճան պահակները արգելափակեցին նրան, նա չկարողացավ հասնել Սարգսյանին ժամանակին։ Արդյոք պահակ B-ն կարող էր անել ավելին, փրկելու համար սպարապետին։ Արդյոք նա պետք է ավելի վաղ զգուշացներ Սարգսյանին։ Եվ արդյոք սպարապետը պետք է լսեր նրա խորհուրդը չգնար ազգային ժողով այդ ողբերգական օրը։ Երբ մարդ ապրում է մշտական սթրեսի մեջ, երբ նա գիտի, որ նրա շուրջը շատերը ցանկանում են նրա անկումը, երբ նա պետք է ամեն օր կայացնի որոշումներ, որոնք կարող են փոխել հազարավոր մարդկանց ճակատագիրը, նրա մարմինը սկսում է արձագանքել։ Վազգեն Սարգսյանի մարմինը արձագանքում էր տարիներ շարունակ, բայց 1999 թվականին այդ արձագանքը հասավ կրիտիկական կետի։ Նրա սիրտը աշխատում էր կերծանրաբեռնվածության մեջ, նրա ճնշումը թռչում էր վեր ու վար, նրա նյարդային համակարգը գտնվում էր շարունակական լարվածության մեջ։ Բայց ամենավտանգավորը չէր ֆիզիկական ախտանիշները, այլ այն, ինչ տեղի էր ունենում նրա ուղեղում։ Գլխացավերը, հիշողության խնդիրները, կենտրոնացման դժվարությունները, այս ամենը ցույց էր տալիս, որ սպարապետի ուղեղը տուժում էր։ Բայց ինչպես կարող էր մարդը, ով պետք է կայացներ կյանքի մահվան որոշումներ, ապրել այդպիսի վիճակում։ Ինչպես կարող էր նա վստահ լինել իր որոշումների մեջ, երբ նրա ուղեղը չէր աշխատում լիարժեք։ Եվ ամենակարևորը, արդյոք նրա առողջական վիճակը ազդեց այն որոշումների վրա, որ նա կայացրեց վերջին շաբաթներին, որոշումների, որոնք հանգեցրին ողբերգությանը։ Անձնական բժիշկը, ով այսօր խոսում է վերջին անգամ, բացահայտում է մի փաստ, որը երբեք չի հրապարակվել։ 1999 թվականի հոկտեմբերի սկզբին նա առաջարկեց սպարապետին անցնել հատուկ բուժում, որը կարող էր օգնել նրա ուղեղին ավելի լավ աշխատել։ Այդ բուժումը ներառում էր հատուկ դեղեր, որոնք բարելավում էին արյան շրջանառությունը, ուղեղում օգնում էին վերականգնել կոգնիտիվ ֆունկցիաները։ Բայց այդ դեղերը ուներին կողմնակի էֆեկտներ, դրանք կարող էին առաջացնել թմրածություն, դանդաղեցնել արձագանքները, նվազեցնել մարդու ունակությունը արագ որոշումներ կայացնել։ Վազգեն Սարգսյանը մերժեց այդ բուժումը։ Նա ասաց, ես չեմ կարող թույլ տալ, որ դեղերը դանդաղեցնեն ինձ։
Ես պետք է լինեմ սուր, պետք է լինեմ արագ, պետք է լինեմ պատրաստ ցանկացած իրավիճակի։ Բժիշկը փորձեց բացատրել, որ առանց բուժման նրա վիճակը կվատանա, բայց սպարապետը չլսեց։ Նա ընտրեց շարունակել ապրել ցավի տառապանքի մեջ, քան թույլ տալ, որ դեղերը թուլացնեն նրա մտավոր կարողությունները։ Այս որոշումը ցույց էր տալիս, թե որքան կարող էր սպարապետի համար պահպանել իր մտավոր սրությունը։ Նա հասկանում էր, որ իր ուժը չէր միայն ֆիզիկական, այլ մտավոր։ Նա հասկանում էր, որ եթե նա կորցնի իր ունակությունը արագ մտածել որոշումներ կայացնել, նա կկորցնի ամեն ինչ։ Բայց այն, ինչ նա չհասկացավ, այն էր, որ նրա առողջական վիճակը արդեն ազդում էր նրա որոշումների վրա։ Հոկտեմբերի 15-ին, երբ պահակ բ-ն զգուշացրեց նրան դավաճանների մասին, սպարապետը կայացրեց որոշում սպասել տեսնել, թե ինչ կլինի։ Սա էր ռիսկային որոշում, որը առողջ մարդը, հավանաբար, չէր կայացնի։ Առողջ մարդը կամիջապես հեռացներ կասկածելի պահակներին, կուժեղացներ անվտանգությունը, կփոխեր իր ծրագրերը։ Բայց սպարապետը, ով ապրում էր շարունակական ցավի սթրեսի մեջ, ով չէր քնում լավ, ով ընդունում էր 7 տարբեր դեղ ամեն օր, կայացրեց այլ որոշում։ Նա որոշեց ռիսկի դնել, որոշեց փորձել բռնել դավաճաններին գործի վրայով։ Արդյոք այս որոշումը ազդված էր նրա առողջական վիճակից։ Արդյոք եթե նա լիներ առողջ, նա կայացներ այլ որոշում։ Բժիշկը կարծում է, որ այո։ Նա կարծում է, որ սպարապետի ուղեղը, որը տուժում էր շարունակական սթրեսից ցավից, չէր կարող կայացնել լիարժեք ռացիոնալ որոշումներ։ Նա կարծում է, որ եթե Սարգսյանը ընդուներ բուժումը, որը նա առաջարկել էր, հավանաբար նա կայացներ ավելի զգույշ որոշում։ Բայց մենք երբեք չենք իմանա ճշմարտությունը։ Մենք երբեք չենք իմանա, թե արդյոք սպարապետի առողջական վիճակը իսկապես ազդեց նրա վերջին որոշումների վրա։ Մենք կարող ենք միայն կռահել, միայն վարկածներ կառուցել։ Բայց մի բան հստակ է, Վազգեն Սարգսյանը ապրում էր իր վերջին ամիսները ֆիզիկական հոգեկան տառապանքի մեջ։ Նա ապրում էր գիտակցությամբ, որ նրա մարմինը քայքայվում է, բայց նա չէր ցանկանում ընդունել դա։ Նա ապրում էր գիտակցությամբ, որ նրա շուրջը շատերը ցանկանում են նրա անկումը, բայց նա չէր ցանկանում ցույց տալ վախ։ Եվ նա ապրում էր գիտակցությամբ, որ ժամանակը սպառվում է, բայց նա չէր ցանկանում հրաժարվել իր ծրագրերից։ Հոկտեմբերի 26-ի երեկոյան, սպարապետի վերջին գիշերը, բժիշկը տվեց նրան սովորական դեղերը։ Բայց այս անգամ Սարգսյանը հարցրեց, ասա ինձ ճշմարտությունը։ Որքան ժամանակ ես դեռ կարող եմ շարունակել այսպես։ Բժիշկը լռեց մի քանի վայրկյան, ապա ասաց, եթե դուք շարունակեք այսպես, առանց իրական բուժման, ես չգիտեմ։ Կարող է լինել մի քանի ամիս, կարող է լինել մի տարի։ Բայց ես գիտեմ մի բան, ձեր մարմինը չի կարող շարունակել այսպես երկար։ Վազգեն Սարգսյանը ժպտաց տխուր ժպիտով ասաց, ես միայն պետք է մի քանի շաբաթ։ Մի քանի շաբաթ, ավարտելու համար այն, ինչ սկսել եմ։ Հետո ես կանցնեմ բուժում, խոստանում եմ։ Բայց սպարապետը երբեք չստացավ այդ մի քանի շաբաթը։ Նա երբեք չստացավ հնարավորություն ավարտել այն, ինչ սկսել էր։ Եվ նա երբեք չստացավ հնարավորություն անցնել այն բուժումը, որը կարող էր փրկել նրա կյանքը։ 1999 թվականի հոկտեմբերի 27-ը դարձավ այն օրը, երբ Հայաստանի պատմությունը բաժանվեց երկու մասի, մինչ հետո։ Այն, ինչ տեղի ունեցավ ազգային ժողովի նիստերի դահլիճում, փոխեց ամեն ինչ, փոխեց քաղաքական համակարգը, փոխեց իշխանության հավասարակշռությունը, փոխեց ամբողջ երկրի ուղղությունը։ Վազգեն Սարգսյանի պատմությունը ավարտվեց այնպես անսպասելի ողբերգական, որ երկիրը մնաց շոկի մեջ շաբաթներ շարունակ։ Բայց ինչու եղավ այն, ինչ եղավ։ Ո՞վ էր իսկապես պատասխանատու այդ ողբերգության համար։ Եվ ամենակարևորը, կարող էր դա կանխվել, եթե սպարապետը լսեր զգուշացումները, եթե նա վերցներ իր առողջությունը լուրջ, եթե նա վստահեր ճիշտ մարդկանց։ Այն մարդիկը, ովքեր վերապրեցին այդ օրը, հիշում են յուրաքանչյուր մանրամասն։ Հիշում են, թե ինչպես սպարապետը մտավ դահլիճ իր սովորական վստահ քայլքով, ինչպես նա նստեց իր տեղում, ինչպես նա սկսեց պատասխանել հարցերին։ Հիշում են, թե ինչպես հանկարծ ամեն ինչ փոխվեց, ինչպես սկսվեց այն, ինչ ոչ ոք չէր կարող պատկերացնել։ Եվ հիշում են այն խառնաշփոթը, վախը, անհավատությունը, որ լցրեց դահլիճը այդ պահերին։ Բայց մենք չենք խոսի այդ պահերի մասին մանրամասն։ Մենք չենք նկարագրի այն տեսարանները, որոնք տեղի ունեցան։ Որովհետև այդ պատմությունը արդեն հայտնի է բոլորին։ Այն, ինչ մենք ուզում ենք խոսել, այն է, թե ինչ եղավ հետո, ինչպես փոխվեց երկիրը, ինչ դարձավ այն մարդկանց հետ, ովքեր կապված էին այդ ողբերգության հետ։ Հոկտեմբերի 27-ից հետո Հայաստանը մտավ նոր դարաշրջան։
Այն մաքրումը, որը Վազգեն Սարգսյանը պլանավորում էր, երբեք չտեղի ունեցավ։ Այն մարդիկը, ում նա ցանկանում էր հեռացնել իշխանությունից, մնացին իրենց տեղերում։ Ավելին, նրանցից շատերը ամրապնդեցին իրենց դիրքերը դարձան ավելի ազդեցիկ։ Այն համակարգը, որը սպարապետը ցանկանում էր փոխել, մնաց անփոփոխ։ Եվ այն երազանքները, որ նա ուներ երկրի ապագայի համար, մնացին անիրականացված։ Օգնական ան, ով գողացավ կարմիր թղթապանակը, երբեք չգտնվեց։ Նրա ընտանիքը անհետացան այնպես արդյունավետ, կարծես նրանք երբեք չեն էլ եղել։ Որոշ աղբյուրներ ասում են, որ նրանք տեղափոխվեցին օտար երկիր, նոր անուններով, նոր կյանքով։ Ուրիշներ ասում են, որ նրանք ապրում են Հայաստանում, բայց թաքնված, պաշտպանված հզոր մարդկանց կողմից։ Իսկ երրորդները ասում են, որ նրանց պատմությունը ավարտվեց շատ ավելի ողբերգական, որ նրանք վերացվեցին, երբ դարձան անհարկի։ Այն 7 մարդիկը, ովքեր դավաճանեցին սպարապետին համագործակցեցին վտանգավորների հետ, ստացեցին արդյոք այն երաշխիքները, որ նրանց խոստացվել էին։ Որոշները ստացան, նրանք պահպանեցին իրենց աշխատանքը, նրանց ընտանիքները մնացին անվտանգ, նրանք շարունակեցին ապրել իրենց կյանքը։ Բայց ուրիշները չստացան, նրանք հեռացվեցին լուռ, նրանց ընտանիքները կորցրեցին ամեն ինչ, նրանք մնացին առանց պաշտպանության։ Որովհետև դավադրության աշխարհում երաշխիքները գործում են միայն այնքան ժամանակ, որքան դու անհրաժեշտ ես։ Պահակ Բ-ն, ով փորձեց զգուշացնել սպարապետին, ապրեց մնացած կյանքը մեղքի զգացումով։ Նա մտածում էր, որ եթե նա ավելի վաղ զգուշացներ, եթե նա ավելի պնդում աներ, եթե նա ավելի լավ հետեր դավաճաններին, հավանաբար նա կարող էր փրկել սպարապետին։ Նա հեռացավ անվտանգության ծառայությունից անմիջապես հոկտեմբերի 27-ից հետո երբեք չվերադարձավ։ Նա ապրեց մեկուսացած, խուսափելով հանրային տեղերից, մահացավ 10 տարի անց, առանց երբեք պատմելու ամբողջ ճշմարտությունը։ Անձնական բժիշկը, ով գիտեր սպարապետի բոլոր առողջական գաղտնիքները, նույնպես ապրեց մեղքի զգացումով։ Նա մտածում էր, որ եթե նա ավելի պնդում աներ, եթե նա ստիպեր Սարգսյանին անցնել բուժում, հավանաբար սպարապետը կայացներ ավելի խելամիտ որոշումներ։ Նա շարունակեց աշխատել որպես բժիշկ, բայց երբեք չխոսեց սպարապետի մասին, մինչ այսօր, երբ նա վերջապես որոշեց բացահայտել ճշմարտությունը։ Ստվերը, այն առեղծվածային մարդը, ով գիտեր ամեն ինչ վերահսկում էր շատ բան, անհետացավ դեռ մարտին, 8 ամիս առաջ ողբերգությունից։ Նրա ճակատագիրը մնում է անհայտ։ Որոշները ասում են, որ նա վերացվեց վտանգավորների կողմից, երբ նրանք հասկացան, որ նա գիտի չափազանց շատ։ Ուրիշներ ասում են, որ նա ինքը հեռացավ, հասկանալով, որ վտանգը չափազանց մեծ է։ Իսկ երրորդները ասում են, որ նա երբեք չի էլ եղել, որ ստվերը պարզապես անուն էր, որ օգտագործվում էր տարբեր մարդկանց համար տարբեր ժամանակներում։ Կարմիր թղթապանակը, որը պարունակում էր բոլոր ապացույցները, երբեք չգտնվեց։ Այն անհետացավ հոկտեմբերի 26-ի երեկոյան, երբեք չհայտնվեց։ Որոշները ասում են, որ այն ոչնչացվեց անմիջապես։ Ուրիշներ ասում են, որ այն դեռ գոյություն ունի ինչ-որ տեղ, պահպանվում է որպես ապահովագրություն այն մարդկանց կողմից, ովքեր գողացել են այն։ Իսկ երրորդները ասում են, որ այն երբեք չի էլ եղել, որ ամբողջ պատմությունը հորինված է։ Բայց մի բան հստակ է, այն ապացույցները, որ Վազգեն Սարգսյանը հավաքել էր տարիներ շարունակ, այն տեղեկությունները, որ նա պատրաստվում էր օգտագործել իր մաքրման համար, անհետացան հոկտեմբերի 27-ին։ Եվ առանց այդ ապացույցների ոչ ոք երբեք չկարողացավ ապացուցել, թե ով էր իսկապես պատասխանատու այդ ողբերգության համար։ Այսօր, 35 տարի անց, մենք դեռ չունենք ամբողջական պատասխանները։ Մենք դեռ չգիտենք, թե ով էր իսկապես կազմակերպել այդ դավադրությունը։ Մենք դեռ չգիտենք, թե քանի մարդ էր ներգրավված։ Եվ մենք դեռ չգիտենք, թե ինչ էր իսկապես պարունակում այն կարմիր թղթապանակը։ Բայց մենք գիտենք մի բան, Վազգեն Սարգսյանի պատմությունը իշխանության, դավադրության դավաճանության մասին։ Պատմություն է մարդու մասին, ով փորձեց փոխել համակարգը, բայց համակարգը ավելի ուժեղ եղավ։ Պատմություն է մարդու մասին, ով վստահեց սխալ մարդկանց վճարեց դրա համար իր կյանքով։ Եվ պատմություն է մարդու մասին, ով մնաց պատմության մեջ որպես սպարապետ, հերոս որոշների համար, դավաճան ուրիշների համար, բայց անմոռանալի բոլորի համար։ Արդյոք Վազգեն Սարգսյանը կարող էր փրկվել, եթե նա լսեր զգուշացումները։ Արդյոք նա կարող էր իրականացնել իր ծրագրերը, եթե նա վստահեր ճիշտ մարդկանց։ Արդյոք Հայաստանի պատմությունը կարող էր լինել այլ, եթե այդ ողբերգությունը չտեղի ունենար։ Այս հարցերը մնում են բաց, յուրաքանչյուրը կարող է տալ իր սեփական պատասխանը։
Բայց մի բան անվիճելի է, հոկտեմբերի 27-ը փոխեց Հայաստանը ընդմիշտ, այդ փոփոխությունների հետանքները մենք զգում ենք դեռ այսօր։